Մինչ տեսանյութին անցնելը խնդրում ենք սեղմել լայք եւ բաժանորդագրվեք։ Քննարկում ենք արտահերթ նիստ ենք սկսել, քննարկում ենք նիստը նախաձեռնող падգամավորները ներկայացրին ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգային հարցերի քննարկման հատուկ ընթացակարգի մասին ազգային ժողովի որոշման նախագիծ, որով առաջարկվում է նախագծի երկրորդ ընթերցման քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո 24 ժամվա ընթացքում։ Նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկներ եւ գլխադասային հանձնաժողովի եզրակացություն ներկայացնելու համար սահմանել առնվազն 3-ական ժամ։ Այս որոշման նախագիծը նախ պետք է քննարկենք, այնուհետև քվեարկենք։ Որոշման նախագիծը ներկայացնելու համար ձայնը տրվում է արտահերթ նիստը նախաձեռնող падգամավորների ներկայացուցիչ Բաբկեն Թունյանին համեցեք։ Պարոն Թունյան, ձեզ քանի րոպե է պետք։ Խնդրեմ։ Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, ես փորձեմ արագ ներկայացնել նախագիծը, որը որ մենք ցանկանում ենք արտահերթ ռեժիմով եւ արագացված ընթացակարգով ընդունել, վերաբերում է ֆիզիկական անձանց կողմից ներկայացվող հայտարարագրերի վերջնաժամկետի փոփոխությանը։ Նախագիծը բովանդակային առումով կքննարկենք, հիմա զուտ ընթացակարգի մասով ինչու ենք որոշել արտահերթով եւ ինչու 24 ժամանոց ռեժիմով, որովհետեւ գործող վերջնաժամկետը մայիսի 1-ն է եւ մեզ անհրաժեշտ է այնպես անել, որ մինչեւ մայիսի 1-ը օրենքը փոփոխություն է, այսինքն ամբողջությամբ ընդունված եւ հրապարակված լինի։ Ըստ այդմ, հարգելի գործընկերներ, խնդրում եմ կողմ քվեարկել եւ հնարավորություն տալ նախագիծը քննարկել արագացված ընթացակարգով, բովանդակային հարցերին արդեն բուն նախագծի քննարկման ժամանակ կանդրադառնամ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, հարցերի համար արտագրում։ Բովանդակության մասին Ընդմիջում։ Հետ եկեք, Սողոմոնյանը ասում է կատակ արել, հետ եկեք։ Հետ եկեք։ Արտուր Խաչատրյան, համեցեք։ Թունյան, Պարոն Խաչատրյան, մի վարքյան եթերը կարծես թե չի միացել, մի վարքյան։ Այ հիմա եթերում ենք, խնդրեմ, որ բաց թողենք ձեր հարցը, համեցեք։ Պարոն Թունյան, հիմնավորումը որ բերում եք, շատ նման է նրան, ինչ որ մենք հիմնավորում ենք, որ այս օրենքը գլխացավանք է դառնալու։ չեմ լսում։ Խորհրդանը պիտի բախտ ունենա։ Պարոն Թունյան, այն հիմնավորումները, որը դուք բերում եք հետաձգելու համար, շատ նման են նրան, որը մենք բերում ենք ասելով, որ սա դառնալու է մեր քաղաքացիների համար գլխացավանք։ Հիմա, ինչու մինչև նոյեմբեր եւ ոչ թե ասենք թե հետաձգել մի ամբողջ տարով։ Դա մեկ։ Եվ երկրորդը, դուք ֆինանսների նախարարության, կառավարության հետ չեք խոսել, որովհետեւ տրամաբանությունը ասում է, որ սա իրանք պետքա բերեին։ Դուք օրենքը ընդունել եք, իրանք պարտավոր են կատարեն, եւ հիմա պետքա կառավարությունը գար եւ ասեր կներես ժողովուրդ լավ օրենք է, բայց մենք այսօր չենք կարող։ Ես ուզում եմ հասկանամ, այս ինչի հանկարծ որոշեցիք դուք հանդես գալ, այլ ոչ թե կառավարությունը, որովհետեւ պատասխանատուն իրականացման իրանք են։ Շնորհակալություն։ Պարոն Խաչատրյան, ըստ էության առաջին հարցը բովանդակությունն է վերաբերվում, ինչու նոյեմբերի 1, մենակ նոյեմբերի 1 չի, էլի փոփոխություններ կան, եթե դեմ չեք, այդ մասը թողենք արդեն բովանդակային քննարկման ժամանակ, իսկ ինչու եմ ես բերել զուտ, որովհետև այդպես ընթացակարգային առումով ավելի արագ է ստացվելու։ Նախագիծը մշակել են կառավարության գործընկերների հետ միասին ու նախագիծը հիմա մենք կբերենք թե կառավարությունը, խնդիրը մեկն է, որը պիտի լուծվի։ Այսինքն ֆորմալ առումով նախագիծը ես եմ ներկայացնում, բայց սա կառավարության գործընկերների հետ համատեղ մշակված նախագիծ է, ու քանի որ падգամավորական ընթացակարգ ավելի ճկուն է ու թույլ է տալիս մի քիչ ավելի արագ է ամենը չկազմակերպել, զուտ դա է պատճառը։
Արձագանք ունեք, համեցեք։ Միացրեք պարոն Խաչատրյանի խոսքը։ Պարոն Թունյան, շնորհակալություն անկեղծության համար։ Փաստ, այսինքն ուզում եք ասեք, որ կառավարությունը ձախողել է եւ օրենքի իրականացման համար բավարար պայմաններ չի ստեղծել։ Շնորհակալություն։ Պարոն Խաչատրյան, վարչապետը դեռ սայնս մի քանի ամիս առաջ ասաց, որ հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը պիտի փոխվի մինչև նոյեմբերի 1-ը։ Այսինքն, այն ինչը որ մենք հիմա ունենք, ոչ նորություն է, ոչ անսպասելի, մնացածը արդեն սա ձախողման հետևանք է, թե ինչ մեկ այլ բանի հետևանք, դա արդեն ավելի հանգամանորեն կքննարկենք։ Շնորհակալություն։ Լիպսիմե Գրիգորյան։ Հանում եք հարց։ Թադևոս Ավետիսյան։ Միացրեք Թադևոս Ավետիսյանի խոսքը։ Պարոն Թունյան, բովանդակային քննարկումը կանենք ըստ Պաչաճի, բայց հիմա այս նախագծի ներկայացման վերաբերյալ որքան հայտարարատու պարտադիր հայտարարատու անձ է այս բանին ներկայացրել հայտարարագիր եւ որքանից, որպեսզի պարզ դառնա, այսինքն դա է երևի թե չէ պատճառը, որ հայտարարագրեր չեն ներկայացրել ըստ էության հիմնական մասը եւ դուք ժամկետը երկարացնում եք, ձեր նախաձեռնության հիմնական երևի նպատակը է դա, սա մեկ, երկրորդը, այսինքն այս ժամկետը երկարացնելով վստահ եք արդյոք, որ օրինակ մինչև նոյեմբերի 1 ունեք վերլուծություն, որտեղ դուք թիվ եք դրել, էլի, գրել եք նոյեմբերի 1, մինչև այդ պատշաճ ողջավալով պարտականությունները կատարած կլինեն։ Այսինքն խնդիրը ստեղ միայն ժամկետն էր, որ երկարացնեք հարցը կփակվի։ Շնորհակալություն։ Ըստ էության էլի բովանդակային հարց եք տալիս, պարոն Ավետիսյան, բայց դա նորմալ է։ Ուրեմն ոչ թե երկարացնում ենք նրա համար, որ չեն ներկայացրել, այլ երկարացնենք, որ մարդիկ կարողանան ներկայացնել, թե չէ այդպես որ ստացվի, ինչքան չներկայացնեն, այնքան պիտի ժամկետը հետաձգեն, այդպես չի, որովհետև կան օբյեկտիվ պատճառներ, մարդիկ նույնականացման քարտեր չեն կարողացել ստանալ, հազար մի ուրիշ հանգամանքներ կան, եւ ինչու նոյեմբերի 1, որովհետև ըստ մեր կառավարության գործընկերների հետ ունեցած քննարկումների նոյեմբերի 1-ի դրությամբ մենք նախ նույնականացման քարտերի հետ կապված խնդիրը լուծած կլինենք եւ բացի այդ պետք գործընկերների հետ կա պայմանավորվածություն, որ մինչեւ իրենք այդ նոր վերջնաժամկետը արդեն կներկայացնեն ավելի հարմար հավելված, որով մեր քաղաքացիները ավելի հեշտ կկարողանան հայտարարագրերը լրացնել։ Շնորհակալություն։ Համեցեք արձագանք։ Այս համակարգը, ինչպես գիտենք, փուլային է ներդրվում, սա երրորդ տարին է, չէ՞ որ հայտարարագիր երկրորդ տարին հայտարարագիր են ներկայացնում եւ բնականաբար այդ առաջնային փուլ, այսինքն տարի, 2 տարին դրանք բավականին երկար ժամանակահատված է, ըստ էության մի քիչ պարզ չի դառնում կամ ավելի ճիշտ հասկանալի չի, թե այս ամբողջ ընթացքում այդ բոլոր խնդիրները, այդ հավելվածներ, պարզեցումներ եւ այլն, դրանք կատարված չեն, այսինքն հիմա պետք է կատարենք ժամկետը երկարացնելու եւ որոշակի բացասական նաեւ մարդկանց մոտ պարտադիր կատարման պարտավորություն ունեցող մարդկանց մոտ բացասական նաեւ սպասումներ առաջացնելու գնով։ Այս հարցերը եւ նմանատիպ համակարգեր ներդնելու հետ կապված նմանատիպ հարցերը իմ գնահատմամբ ողջ ծավալով չի քննարկվում եւ համապատասխան լուծումներ չի տրվում։ Հիմա ես ուզում եմ հասկանամ, որքան է հավանական, որ նորից նոյեմբերի 1-ին դուք կգաք կամ մեկ ուրիշը եւ կասի, որ այս պատճառներով օբյեկտիվ նորից երկարացնում ենք եւս ասենք 6 ամիս։ Շնորհակալություն։ Պարոն Ավետիսյան, հիմա մի կողմից էլի բովանդակային հարց են քննարկում, բայց լավ, մյուս կողմից էլ երևի լավ, որովհետև մի քիչ բովանդակային մասը որ քննարկենք, հարցերը սպառված կլինեն։ Նախագիծը, չգիտեմ, դուք հասցրել եք ծանոթանալ թե չէ, ինքը ձեր բոլոր ասած խնդիրները հասցեագրում է։ Մենք ոչ թե մեխանիկորեն միայն նախագծով վերջնաժամկետը տեղափոխում ենք նոյեմբերի 1, այլ նաև հատուկ դրույթ ենք սահմանում, որ եթե քաղաքացին վերջնաժամկետը լրանալու պահին դիմել է նույնականացման քարտ ստանալու համար եւ դեռևս չի ստացել, ապա նրա համար ավտոմատ այդ վերջնաժամկետը հետաձգվում է մինչեւ ստանալուն հաջորդ ամսվա 20-ը, այսինքն այդ ռիսկն էլ է ձեր ասած հասցեագրված այս նախագծով։
Հարգելի գործընկերներ, մենք եւս 4 հարց ունենք։ Խնդրում եմ հարցերը վերաբերեցնել 24 ժամյա ռեժիմով քննարկմանը, այլ ոչ թե բովանդակային քննարկմանը, որովհետև զեկուցողներ ենք ունենալու եւ բովանդակային քննարկում։ Արծվիկ Մինասյան, համեցեք։ Շնորհակալություն, Ագնեսա Խամոյան, համեցեք։ Պարոն Թունյան, դուք չպատասխանեցիք այդպես էլ Թադևոս Ավետիսյանի հարցին, թե քանի անձ է ներկայացրել հայտարարագիր։ Խնդրում եմ հստակ նշել, թե քանի տոկոսն է պարտավորություն ունեցող անձանցից ներկայացրել հայտարարագիր։ Իմ կողմից բարձրացրած հարցադրումից հետո, որ քրեական պատասխանատվություն 3-ից 6 տարի ժամկետով հնարավոր է սպառնալ մեր այն քաղաքացիներին, ովքեր հայտարարագիր չլրացնեն կամ սխալ հայտարարագիր ներկայացնեն, դուք ելույթով հանդես եկավ եւ հայտարարեցիք նախ հերքելով իմ դիտարկումները բարձրաձայնած, ասացիք, որ այդուհանդերձ կխոսենք իրավաբանների հետ։ Հիմա ուզում եմ իմանալ այդուհանդերձ խոսեցիք իրավաբանների հետ եւ ինչ է սպառնում մեր այն քաղաքացիներին, ովքեր նոյեմբերի 1-ի դրությամբ հայտարարագիր չեն լրացնի կամ սխալ տվյալներ կլրացնեն հայտարարագրում։ Շնորհակալ եմ։ Պարոն Թունյան, առաջարկում հարցին չպատասխանել, որովհետև 24 ժամյա ռեժիմին չի վերաբերում։ Ես ցույց չեմ տալի, պարոն Թունյան, շնորհակալ։ Այմ զգուշացումից անմիջապես հետո հարց եք տալիս բովանդակային։ Լիլիթ Ստեփանյան, հաջորդ հարց, հանում եք, Ռուստամ Բաքոյան, հանում եք, շնորհակալություն, պարոն Թունյան։ Գոնե զգուշացած չլինի, էլի Տիկին Խամոյան։ Այո, շնորհակալություն, պարոն Թունյան։ Մտքերի փոխանակության համար գրանցում 24 ժամյա ռեժիմի վերաբերյալ համեցեք։ Հարգելի գործընկերներ, ուզում եմ հիշեցնել, որ 24 ժամյա ռեժիմն ենք քննարկում։ Թադևոս Ավետիսյան։ Պարոն Ավետիսյան, եթե ռեժիմի վերաբերյալ չի, ընդհատելու եմ ելույթը։ Որտեվ հարցը 2 անգամ չենք կարող լիագում բանով նիստով քննարկել, համեցեք։ Սիրելի հայրենակիցներ, քննարկվող նախագիծը վերաբերում է համընդհանուր հայտարարագրման, քաղաքացիների համընդհանուր հայտարարագրման ժամկետի երկարացմանը։ Մենք 24 ժամյա ռեժիմի հետ կապված հիմա օրակարգն ենք քննարկում, բայց իմ համար մեծ հարցը, դուք ոնց եք որոշում, մի հատ ուղեցույց կտայիք, գոնե ծանոթանայի, տեսնեի ինչ պարամետրեր կան, ասենք ելույթս ոնց կառուցեմ, որ վերաբերելի լինի 24 ժամին, որ վերաբերելի լինի, չգիտեմ, այս հարցին։ Այդտենց մի հատ ուղեցույցներ տվեք, կարդանք, սովորենք, իսկ քանի դեռ չենք կարդացել, սովորել, ուրեմն առնվազն պետք է ես իմ ելույթը կառուցեմ նենց, ոնց որ հարմար եմ գտնում։ Պարոն Թունյան, ուրեմն իրականում, երբ որ կգա կառիթ կլինի, շատ կարևոր է դուք ներկայացնեք այդ թիվը, իմ իմանալով 5%-ն է ընդամենը ներկայացրի, 5 կամ 6%-ը 100%-ից, 100 մարդուց 5-6 մարդ։ Այդ 5-6 մարդիկ էլ, դրանց հիմնական մասը այն մարդիկ են, ովքեր այդ հայտարարագիրը ներկայացրել են, որ են սոցիալական վճարը հետ ստանան։ Այսինքն որոշակի շահագրգռվածություն եք առաջացրել, այն որ այդքան գովում եք, եւ դա վերաբերում էր ընդամենը այդ 5-6%-ին եւ այդ մարդիկ արդեն այդ խնդիրը լուծել են։ Հիմա 24 ժամվա ընթացքում, լավ, անդրադառնանք դրան։ Լավ, այսքան ժամանակ կար, դուք էլ ասեցիք, որ վարչապետը մի քանի ամիս առաջ ասել էր, որ նոյեմբերի 1-ը տեղափոխվելու։ Բարձա չէ, որ դուք այդ մարդու խոսքով գետնին չէիք թողնելու։ Այսինքն մի քիչ ավելի շուտ կբերեիք, ավելի քննարկման հնարավորություն կստեղծվեր եւ ասենք այս ընթացքում սենց էլի նորից հապճեպ ոտի վրա ինչի՞ չեք ուզում այս հարցերը քննարկվի, որ բերում եք 24 ժամյա ռեժիմով։ Կարևոր բան է, էլի չէ։ Ամիսներ առաջ գիտեիք, որ պետք է տեղափոխեք նոյեմբերի 1-ը, ժամանակներ գիտեիք, ամեն ինչ էլ գիտեիք։ Նորից 24 ժամ։ Տեսա 24 ժամ։ Շնորհակալություն։ Պարոն Ավետիսյան, իմ տեղեկությամբ դուք դասավանդում եք։ Երբ որ թեմա է լինում, այդ թեմայի վերաբերյալ են դասավանդում։ Երբ որ թեմայի վերաբերյալ չեն դասավանդում, հատուկ ուղեցույց պետք չի, ասենք նայում են, վերնագիրը գրած է, եթե վերնագրին չի համապատասխանում այդ ելույթը, ապա դա ելույթին չի վերաբերում, եթե համապատասխանում է, ապա ելույթը։ Այսինքն պետք չի հատուկ ուղեցույցներ կարդալ։
Համապատասխանեցումը հետևյալն է. ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգային հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին ելույթներ, հարգելի գործընկերներ։ Շատ պարզ է, էլի։ Նարեկ Գրիգորյան, հանում եք։ Մարիա Կարապետյան, հանում եք։ Հայկ Կոնջորյան, Լիպսի Մեհունանյան, Զենֆիրա Միրզոևա, Սարգիս Խանդանյան, Միքայել Թումանյան, լրություն դահլիճում, հարգելի գործընկեր, Միքայել Թումասյան, հանում եք, Սոնա Ղազարյան, Արթուր Հովանեսյան, շնորհակալություն, Ռուստամ Բաքոյան, Հասմիկ Հակոբյան, շնորհակալություն, Վագն Ալեքսանյան, հարգելի գործընկերներ, եզրափակիչ ելույթի համար ձայնը տրվում է Բաբկեն Թունյանին, խնդրեմ։ Հարգելի գործընկերներ, մոտավորապես 35,000 հոգի է այս պայծությամբ հայտարարի լրացնել, մոտ 35,000 հոգի։ Ճիշտ եք ասում, այդ թիվը հայտարարագրման պարտավորություն ունեցող մարդկանց փոքր տոկոսն է, հիմա պատճառն եք ուզում իմանաք։ Պատճառ համար 1, որ մարդկանց մի զգալի մասը նույնականացման քարտ չի կարողանում ձեռք բերել չունի, պատճառ համար 2, ունեցողների մի զգալի մասը արդեն մի քանի ամիս գիտի, որ հայտարարագրման ժամկետը տեղափոխվելու է նոյեմբերի 1, այսինքն մարդիկ գիտեն դեռևս ժամանակ ունեն, եւ պատճառ համար 3, որ մեր ընդդիմադիր որոշ շրջանակներ հայտարարագրման համակարգը այնքան են դեմոնիզացել, այնքան ապատեղեկատվություն են տարածել, որ այս ընթացքում նաեւ մարդկանց հետ բավականին մեծ ծավալի աշխատանք է կատարել, որ մարդիկ հասկանան հայտարարագիրը ինչի համար է, ինչի համար են լրացնում եւ ինչպես պետք է լրացնել։ Այս է ընդհանուրը։ Մնացած հարցերին ես էլ շատ ասելիք ունեմ, արդեն բովանդակային քննարկման ժամանակ խոսենք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Թունյան։ Հարգելի գործընկերներ, այժմ քվեարկում ենք այս որոշման նախագծի վերաբերյալ։ Որոշումը հետևյալն է. քվեարկության է դրվում 2025 թվականի ապրիլի 15-ին գումարված հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո գումարվող Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգային հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին ազգային ժողովի որոշման նախագիծը ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։ Կողմ 57 դեմ 17 0.5 որոշումն ընդունվել է։ Հարգելի գործընկերներ, այժմ անցնում ենք բուն օրակարգային հարցի քննարկմանը։ Քննարկում ենք ազգային ժողովի падգամավոր Բաբկեն Թունյանի կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Հիմնական զեկուցող ազգային ժողովի падգամավոր Բաբկեն Թունյան, համեցեք։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, փորձեմ համառոտ ներկայացնել ինչ փոփոխություն ենք պատրաստում անել։ Նախ առաջինը մայիսի 1-ը որպես վերջնաժամկետ, որը սահմանված է օրենքով, մենք փոխում ենք այս տարվա եւ հաջորդ տարվա համար, սահմանելով նոյեմբերի 1-ը, այսինքն այն մարդիկ, ովքեր հայտարարագիր են լրացնում այս տարի նախորդ տարվա եկամուտների համար, իրենց հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը սահմանվում է նոյեմբերի 1-ը եւ ովքեր հայտարարագիր են լրացնելու հաջորդ տարի այս տարվա եկամուտների համար, իրենց համար նույնպես դառնում է նոյեմբերի 1-ը։ Զուգահեռաբար դրանից հետո հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետ է դառնում հուլիսի 1-ը, ընդ որում մենք ոչ միայն վերջնաժամկետ ենք գնում, այլև սկզբնաժամկետ, այսինքն հիմա ըստ օրենքի մարդիկ կարող են հունվարի 1-ից մինչև մայիսի 1-ը ներառյալ որ օր ուզեն հայտարարագիր լրացնեն, բայց մենք նաև սկզբնակետ ենք սահմանում եւ հայտարարագրերի վերջնաժամկետի հայտարարագրերի ներկայացման ժամկետի սկիզբը լինելու է մարտի 2-ը, այսինքն դրանից շուտ հայտարարագիր պետությունը չի ընդունելու, որպեսզի պետական համակարգը հնարավորություն ունենա նաև
գործատուներից ու հարկային գործակալներից որոշակի ինֆորմացիա ստանալ եւ ավելի ամբողջական ինքնաշխատ տարբերակով լրացնել այդ հայտարարագրերը։ Սա է ընդհանուր փոփոխությունը եւ նաեւ փոփոխություն են կատարում եկամտահարկի վճարման վերջնաժամկետի առումով եւ դա համապատասխանեցնում ենք արդեն հայտարարագրերի վճարման վերջնաժամկետներին ֆիզիկական անձանց կողմից։ Այսքանը հիմա եթե հարցեր կան բովանդակության հետ կապված, հարգելի գործընկերներ, սիրով կպատասխանեմ, շնորհակալություն։ Խնդրեմ, հարգելի պատգամավորներ, հարցեր, զեկուցող։ Գրանցվել է 10 պատգամավոր Արսեն Թորոսյան համաձայն։ Շնորհակալություն, պարոն Թունյան, ես մի քիչ ավելի բովանդակային հարց եմ ուզում տալ, ոչ թե կոնկրետ ժամկետի փոփոխության, որտեղ դա պարզ է ինչի համար ենք անում ենք, որպեսզի համակարգի ներդրումը ավելի սահուն ընթանա եւ մեր քաղաքացիները հնարավորինս անհարմարություններ չզգան դրա ժամանակ։ Ես ուզում եմ հարցնել, մենք ունենք արդյոք այսօրվա գործող օրենքում կամ ենթաօրենսդրական ակտերում կարգավորում մեր տարեց քաղաքացիների համար կենսաթոշակառու, որոնք բացի կենսաթոշակից որևէ այլ եկամուտ չունեն, որովհետև կան երկրներ, որտեղ էլի կա ֆիզիկական անձանց պարտադիր եկամուտների պարտադիր հայտարարման համակարգ, բայց այս քաղաքացիների խմբերի համար շատ հեշտացված է, նույնիսկ այնքան, որ իրանք չեն լրացնում, ոչ թե ինքնաշխատ եղանակով լրացում եւ իրանք որևէ կոճակ պետքա սեղմեն, որ հանձնեն, այլ պարզապես չեն լրացնում, մանավանդ որ իրանք սովորաբար ռիսկային խումբ չեն համարվում եւ այլն, ու իրանք շատ են, մեր արգարժան թոշակառուները մի քանի 100,000 են։ Այս մասով կուզեի արձագանքել եւ եթե չկա, կարող ենք մենք ակնկալել, որ նման փոփոխություններ կլինի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն պարոն Թորոսյան, շատ կարևոր հարց եք տալիս։ Իհարկե կարող ենք ակնկալել, ավելին ասեմ, ի սկզբանե նախատեսում ենք, որ այս նախագծով նաև այդ հարցը լուծենք ու լուծման տարբերակը հետևյալն է, նախնականն եմ ասում, որ այն քաղաքացիները, որոնք կենսաթոշակից բացի այլ եկամուտ չունեն, իրենք հայտարարագիրը կարող են մուտք էլ չգործել, չլրացնել, այսինքն ինքնաշխատ պետությունը տեսնելով այդ ամեն ինչը կլրացնի եւ որոշ ժամանակ անց դա կհամարվի արդեն լրացված եւ հանձնված։ Այսինքն եթե մարդը միևնույնն է որևէ այլ բան չունի լրացնելու, պետության համար էլ ֆիսկալ առումով դա որևէ հետաքրքրություն չի ներկայացնում։ Պարզապես ելնելով նրանից, որ մի քիչ տեխնիկական լրացուցիչ քննարկելու բաներ կար, այս փուլում չարեցինք, բայց անպայման առաջիկա ամիսների ընթացքում այդ լուծմամբ հանդես են գալ։ Շնորհակալություն։ Ունեք արձագանք։ Խնդրեմ։ Շնորհակալություն, արձանագրենք, որ կարևոր է, որ այդ ըմբռնումը կա եւ մենք այդ լուծումը տալու ենք։ Ես կխնդրեի, եթե գոնե մոտավորապես գիտենք, որ քաղաքացիների խմբերին է վերաբերում միայն իմ նշած, թե ընդհանրապես թե այլ քաղաքացիների խմբեր էլ կան դրա մեջ նշեք, թե ինչ ենք պատրաստվում փոխել, պարզ այսօր կարգավորումը չկա, մեկ էլ խնդրեիք ասեք դա օրենքով կարգավորվող հարց է, թե ենթաօրենսդրական ակտերով, որտեղ եթե ենթաօրենսդրականը ավելի հեշտ կլինի մեր գործընկերները կարծում եմ արագ կլուծան։ Պարոն այն ինչի մասին ես տեղյակ եմ ու ներկայացրեցի, վերաբերվում էր կենսաթոշակառուներին, այսինքն ովքեր եկամուտներ չունեն թոշակից բացի, այո, դա օրենսդրական փոփոխության անհրաժեշտություն ունի, դա էլ են քննարկել, ենթաօրենսդրական ակտերով դա հնարավոր չի կարգավորել եւ նաեւ վերջում քանի որ ժամանակ կա առիթից օգտվելով ուզում շնորհակալություն հայտնել ձեզ այն ելույթի համար, որտեղ եկամուտների հայտարարման համակարգը կապել էիք համահարթ կամ պրոգրեսիվ հարկման մեխանիզմի հետ, մենք այդ մասին մեր գործընկերները շատ են խոսացել եւ իրականում մեր այն գործընկերները, որոնք ժամանակին բողոքում էին համահարթ դարձնելու դեմ, օրինակ Տիկին Վարդանին, ես հիշում եմ, երբ մենք օրենք փոխում էինք ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիաներն անում, պիտի հայտարարման համակարգը ողջունեին, որովհետեւ սա այն մեխանիզմն է, որը եթե որևէ իշխանություն հետո ուզեցավ գնա պրոգրեսիվ հարկման, այս այն համակարգն է, որի հիման վրա զուտ տեխնիկապես դա հնարավոր է լինելու իրականացնել։ Շնորհակալություն։ Հովիկ Աղազարյան։ Շնորհակալություն, պարոն Թունյան, երկու հարց ունեմ։ Առաջի հարցս ինչ-որ իմաստով շարունակությունն է կամ լրացումն է պարոն Թորոսյանի հարցին։
Լսում եմ։ Արդյոք կա միջազգային պրակտիկայում տարբերակ հետևյալը, որ եթե քաղաքացին չի ուզում հայտարարագրի, ապա պետությունը ընդունում է, որ ինքը այսպես կոչված ունի այսքան գույք ենթադրենք դրամական միջոցներով արտահայտված։ Այսինքն ենթադրենք ով չի հայտարարագրում, դա նշանակում է պետությունը հասկանում է, որ ինքը այս տարի ունեցել է 20,000 ամերիկյան դոլարի չափ եկամուտ կամ 50,000։ Կա այդպիսի պրակտիկա թե չէ, եթե հարցը ճիշտ ձևակերպեցի։ Եվ երկրորդ հարցը ձեր ներկայացրած նախագիծը վերաբերվում է այսպես կոչված նոր փուլի հայտարարագրողներին։ Նրանք ովքեր անցած տարի հայտարարագրել են, նրանք պետք է շարունակեն նույն ռեժիմով հայտարարագրեն, այո։ Շնորհակալություն, պարոն Աղազյան։ Վերջին հարցից սկսեմ։ Բնականաբար ովքեր որ պիտի անցած տարի լրացրած լինեին, իրենց վրա սա չի տարածում։ Սա տարածում է այն մարդկանց վրա, ովքեր պիտի այս տարի լրացնեն եւ հաջորդ տարիներին։ Ինչ վերաբերում է առաջին հարցին, անկեղծ ասած չգիտեմ նման փորձ կա թե չէ, որpիսի եթե պետությունը, այսինքն եթե պետության մեջ կա հայտարարման համակարգ եւ քաղաքացին չի լրացնում, պետությունը ինքը նրա փոխարեն որոշի ինչքան է։ Պետությունը ինքը տեսնում է այն եկամուտները, որոնք իր համար տեսանելի են ու դա լրացում է, բայց մի հատ դրանից բացի նաեւ ենթադրություն անել, որ օրինակ տարեկան ենթադրենք 5 միլիոն դրամը տեսել ենք որպես աշխատավարձ, դրանից էլ հարկեր են վճարել, մնացածը չենք տեսել, բայց քանի որ դու չես լրացել, ենթադրում եմ, որ մի 5 միլիոն էլ ստացած կներ, ենթադրում ձեր հարցը դրան էր վերաբերում, նման պրակտիկայի ես ծանոթ չեմ, եթե իզմից հետո պարոն Պողոսյանը ելույթ ունենա, եթե նման պրակտիկայի ծանոթ է, ինքը այդ մասին հույս ունեմ խոսա, բայց չեմ կարծում, որ նման բան կլինի։ Շնորհակալություն, քանի որ մենք 24 ժամյա ռեժիմ ընդունեցինք եւ սահմանափակում ունենք ժամանակի, ես հիմա կսկսեմ մեկ իշխանական եւ մեկ ընդդիմադիր պատգամավորներ ես թերթականության տալ ձայնի իրավունք։ Արման Եղոյան, հաջորդ հարցը համեցեք։ Շնորհակալություն։ Պարոն Թունյան, խնդրում եմ մի բան պարզաբանեք։ Անցյալ տարի մենք այս նույն հայտարարագիրը լրացրել ենք բարձրաստիճան պետական պաշտոնյաները եւ լրացրել ենք, եթե չեմ սխալվում, հուլիս վերջնաժամկետով։ Հիմա բոլորի համար, ներառյալ բարձրաստիճան պետական պաշտոնյաների համար վերջնաժամկետը երկարացվում է մինչև նոյեմբեր, թե իրենք պիտի լրացնեն այնպես ինչպես լրացնում են, միանգամից ասեմ, որ ես կողմնակից եմ նրան, որ լրացնեն այնպես ինչպես լրացնում էին, մի բան էլ ավելի շուտ, եթե հնարավոր է։ Շնորհակալություն։ Պարոն Եղոյան, այստեղ պիտի բան անենք, շփոթ չմտցնենք, սա վերաբերում է ֆիզիկական անձանց եկամուտների հարկային հայտարարագրերին։ Այն ինչը որ ու վերջնաժամկետները վերաբերում են դրան։ Այն ինչը որ մենք լրացնում ենք, դա կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին պաշտոնատար անձանց կողմից էի ասում դրա համար։ Այսինքն եթե արձագանքի ժամանակ ավելի հստակեցնեք, ավելի մանրամասն կասեմ, բայց սա վերաբերում է ֆիզիկական անձանց կողմից ներկայացվող հայտարարագրերին։ Համեցեք հստակ։ Դե մենք մի կողմից որպես պաշտոնատար անձ լրացնում ենք եւ այն մի հայտարարագիրը եւ որպես ֆիզիկական անձ լրացնում ենք մյուս հայտարարագիրը, այսինքն մեկի ժամանակ մի վերջնաժամկետ աշխատում, մյուսի ժամանակ ուրիշ։ Այն մեկի հետ չենք խառնում, էլի սա։ Համեցեք, պարոն։ Պարոն Թունյան, մենք անցած տարի 2 հայտարարագիր ենք լրացրել, падգամավորները, նախարարները, փոխնախարարները, վարչապետը, մյուսները, բարձրաստիճան պետական պաշտոնյա 2։ Մեկի վերջնաժամկետը ձեր ասած կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մայիսի 31-ն էր, ինչպես միշտ եղել է։ Պեկի հայտարարագիրը, որը մենք արդեն մեկ անգամ լրացրել ենք, հուլիսն էր, ամսաթիվը կոնկրետ չեմ հիշում։ Հիմա հարցս հետևյալն է. այս երկարացումը մեզ ինձ եւ ձեզ եւ մյուս բարձրաստիճան պաշտոնյաներին վերաբերելու է, մենք էլ պիտի նոյեմբերին, կարող ենք նոյեմբերին, մինչեւ նոյեմբեր լրացնել, թե մերը մնում է նույնը, եթե այդպես է, կարծում եմ, որ դա լավ լուծում չի, որովհետև պետական բարձրաստիճան պաշտոնյաները առավել մանավանդ որ մեկ անգամ լրացնել են, առավել կարգապահ պիտի լինեն, ավելի ուշադիր պիտի լինեն, ավելի տեղեկացված պիտի լինեն։ Խոսքս բոլոր վարձու աշխատողների մասին չի, խոսքս բարձրաստիճան պետական պաշտոնյաների մասին է։ Շնորհակալություն։ Այմա հասկացա ինչ եք հարցնում, պարոն Եղոյան։ Իրականում այս հայտարարագրի տեսանկյունից հարկային մանրի համար կապ չունի։ Դուք պետական պաշտոնյա եք, բարձր աշխատող եք, թե գործարար եք, ու այստեղ բարեխղճության հետ կապված հարց չի, զուտ հարմարության հարց է, ու նաև նշեցի, որ մենք ոչ միայն վերջնաժամկետ ենք սահմանում, այլև սկզբնաժամկետ ենք սահմանում,
որպիսի պետական համակարգը ժամանակ ունենա ինֆորմացիան հավաքագրի, գեներացնի, մշակի եւ ինքնաշխատ տարբերակով լրացնի, ինչպես գիտեք, նաև ինչպես պետական եկամուտների կոմիտեի նախագահ նշեց, լրացուցիչ գործիքներ են լինելու հայտարարագրում, այսինքն մարդը եթե ինքը իր համաձայնությունը տալու է, իր բանկային ավանդից ստացված տոկոսադրույքը, ապահովագրական հատուցումները եւս կարող են ինքնաշխատ լրացնել։ Այս ամեն ինչը մշակելու լրացնելու համար որոշակի ժամանակ է պետք, ով ցանկանում է արագ լրացնի, մարտի 2-ը, օրինակ դուք որպես պետական պաշտոնյա, ձեզ որևէ մեկը չի խոչընդոտում, դուք մարտի 3-ին հայտարարագիրը լրացնեք։ Ով դրանով օրինակ ծառայք, չնայած դա որևէ մեկը չի իմանալու։ Շնորհակալ։ Պարոն Թունյան, ուրեմն այս նախագիծը, որ դուք բերել եք եւ հիմա մենք քննարկում ենք, խոսում վկայությունն է մասին, որ բազմաթիվ խնդիրներ կան նոր ներդրվող համակարգի, այդ թվում նպատակից բխող, գործառույթից բխող, նաև իր տեխնիկական եւ այլ հարցերից։ Իդեպ ասեմ, հունվարի 1-ից այս տարվա փորձում էի լրացնել այդ հայտարարագիրը։ Ամիս ու կես չստացվեց։ Մի կերպ ծանոթ խառնեցի պեկում, բան, տենց պաշտոնական դիրքս եմ չարաշահել, ասեմ իմանաք, լուրջ օրենքներ խախտելով, մի կերպ կարողացա տենց ծանոթի միջոցով լրացնեմ։ Հիմա ասում եմ, բա այս հիմա սկզբնաժամկետ եք դնում։ Բա լավ, անցած տարի հո մենք նորվա պետություն չենք, անցած տարի ինչ այդ հաշվետվությունների ժամկետները, պատրաստման համար անհրաժեշտ ժամկետները, ձեզ պարզ չէր, որ ըստ այդմ կարգավորեիք, որ մարդկանց մոտ օրինակ ձեր ներդրվող համակարգի հանդեպ, ասենք ավելորդ բացասական սպասումներ չառաջանար։ Պարոն Ավետիսյան, նախ այդ հարցում կարելի է չարաշահել պաշտոնական դիրքը, կարծում նորմալ է։ Անցած տարի շատ քիչ թվող մարդիկ էին լրացնում եւ խնդիրների մեծ մասը ի հայտ եկավ այս տարի, երբ որ արդեն հայտարարագիր լրացնողների թիվը կտրուկ աճեց։ Իհարկե բոլորն էլ ցանկանում են, որ օրենքի ընդունման պահին բոլոր հնարավոր խնդիրները եւ ռիսկերը կանխատեսեն ու դրանք կանխեն, բայց ցավոք սրտի կյանքը փորձը ցույց է տալիս, որ այդպես գրեթե պրակտիկայում չի լինում, հատկապես երբ որ փոփոխությունները վերաբերվում են մեծ թվով մարդկանց ու գլոբալ բնույթ ունեն։ Չկա իմ կարծիքով այդպիսի երկիր կամ համակարգ, որտեղ այսպիսի համակարգեր են ներդրվում ու ոնց ներդրվում են, այդպես էլ շարունակում են աշխատել։ Միշտ է որոշակի փոփոխությունների կարիք լինում է։ Այս դեպքում իհարկե կան որոշակի բացթողումներ, ինչի մասին մենք ընդունել ենք, խոսում ենք, բայց լավ այն է, որ դա փորձում ենք հնարավորինս արագ լուծել, հաշվի առնելով այն անհարմարությունները, որոնք կարող են առաջանալ մեր համակարգացիների համար։ Շնորհակալություն։ Պարոն Թունյան, լավ է, որ ընդունում եք, որ խնդիրներ կան իհարկե, որտեղ դա շատ բացահայտ է, այդ մեկը երևի չեք կարող չընդունեք, հենց դուք եք դրա մասին այդտեղ խոսում, դժվար կլներ էլի մի բան ասել, որ խնդիր է, հետո ասել չկա, բանը այդ մակարդակի ուրեմն քննարկումը, որ ավելի տանենք դեպի բովանդակություն, ասեմ հետեւյալը, նախագիծ էի բերել, ասում եմ լիքը խնդիր կա, բերեք կասեցնենք, հետո այդ խնդիրները կլուծվի, ավելի լավ համակարգ, դրական սպասումներով կառաջարկենք հանրությանը։ Մերժեցիք այդ նախագիծը, այս ձեր նախագիծը իմից տարբերում է նրանով, որ դուք ասում եք ոչինչ, որ խնդիր կա, այս խնդիրների մեջ հələ մնացեք, ժամանակ կգտնենք այդ խնդիրները կլուծենք, բայց դա արդար չի, որտեվ հիմա մեկը լրացնում է, խնդրահարույց համակարգով, վաղը մյուսը կլրացնի առանց խնդիր, այսինքն այս խտրականություն է նաև, հետևաբար շատ լավ կլներ կասեցնում ես, լիքը խնդիր կա, համակարգը ներդրել եք առանց այդ խնդիրները ողջ ծավալով լուծելու, հիմա չգիտեմ ինչի, բայց չընդունեցիք այդ տարբերակը, հիմա բերել եք ասում եք ոչինչ մնացեք խնդիրների մեջ մինչև տեսնենք։ Եվ ամենակարևորը էլի, քանի որ կարող է տիկին Ագնեսա Խամոյանի հերթը չհասնի, այն քրեականի հետ կապված այդ մարդիկ իմի որ չլրացնեն, դատվելու են, կախվելու են, հնդակահարվելու են, ինչ են ելնելու։ Պարոն Ավետիսյան, իրականում եթե խնդիր կա ընդունում ենք, խնդիր չկա չենք ընդունում։ Խնդիրը այլմոլորակայինների պես բան չէ, որ մեկը հավատա, մեկը չէ։ Կա, բոլորն էլ տեսնում են։ Հիմա ժամանակին քննարկել ենք, օրինակ եթե 22 թվականին դուք էլ են ժամանակ այդ քննարկումներին մասնակցեիք, քաղաքական բոյկոտի փոխարեն,
Գայք մի քանի խնդիր էլ դուք ի սկզբանե ասեք, օրինակ սա կարող է այսպես լինի, կարող է լիքը հարցը շատ ավելի լավ լիներ։ Ինչ վերաբերում է համակարգացիների դատվելուն, եւս մեկ անգամ ասում եմ, հարգելի համակարգացիներ, 400, այո, Տիկին Խամանյան, ճշտել եմ իրավաբանների հետ, 444 հոդվածը վերաբերվում է պաշտոնատար անձանց կողմից կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով վերաբերող հայտարարագրերին, ֆիզիկական անձանց դա չի վերաբերվում, այսինքն հայտարարագիրը չլրացնելու դեպքում դա չի ենթադրում ազատազրկում։ Իհարկե սա չի նշանակում, որ մեր քաղաքացիները պիտի սա իմանալով հայտարարագիր լրացնելուց խուսափեն։ Շնորհակալություն։ Մենք հարցերի ժամանակը սպառել ենք, բայց պատիվ ունեմից մի պատգամավոր հետ հնարավորություն տանք Թագուհի Թովմասյան։ Շնորհակալություն, կաշխատեմ լինել հակիրճ, իմ գործընկերների համբերությունը չճարաշահելու համար։ Պարոն Թունյան, երկու հարց։ Դուք նաև ասացիք, որ քաղաքացիների շատ փոքր թիվն է, փոքր թվով քաղաքացիներ են հայտարարագիր ներկայացրել։ Մոտավորապես 5%-ի մասին է խոսքը հայտարարագիր լրացնելու պարտավորություն ունեցողների։ Հիմա, քանի որ իշխանությունը հայտարարել է, որ սա կոռուպցիայի դեմ պայքարի աննախադեպ նաև գործիք է, ես ուզում եմ դուք ինձ բացատրեք եւ նաև հանրությանը բացատրեք, այդ 5% քաղաքացիներ, ովքեր որ լրացրել են հայտարարագիր, արդյոք նպաստել են այդ կոռուպցիայի դեմ պայքարի 5%-անոց դրական տեղաշարժի։ Եվ երկրորդ հարցս, ձեր հարևան Պողոսը լրացրել է հայտարարագիրը։ Մեր հարևան Պողոսը չի լրացրել եւ ասաց, որ չի լրացնելու, որովհետեւ ինքը թոշակառու է, իր թորը, իր որդին մեկ իրեն գումար են փոխանցում, որքան որ թոշակը չի բավարարում, որպեսզի ապրի եւ ասաց սկզբունքորեն չի լրացնելու։ Ձեր հարևանից ինչ կա։ Տիկին Թովմասյան, ամեն հաջորդ հարցն հենց հարցա, որ գայթակղություն առաջանում կենտրոնալա դրա վրա են մեկին չպատասխանել։ Պողոսը ըստ էության ձեր մոտ է տեղափոխվել, դուք էլ կարող եք հարցնել, որտեղ ոնց որ էլ մեր մոտ չի ապրում։ Առաջին հարցինի պատասխան։ Ուրեմն հայտարարագիրը ֆիզիկական անձանց եւ դրա արժեվ դրված նպատակները չնայած անուղղակիորեն լուծում են նաև կոռուպցիայի խնդիրը, բայց իրենց արժեվ հիմնական նպատակը կոռուպցիան չի եղել եւ դա կարող է կոռուպցիայի դեմ պայքարին օգուտ տալ, երբ որ մենք ունենանք այդ ամբողջական փակ ցիկլը, այսինքն երբ որ բոլորը կլրացնեն, հնարավոր կլինի արդեն այդ միջօղակային կապերը տեսնել, բացահայտել, հասկանալ ինչ է կատարվում, այդ ժամանակ դա նաև թույլ կտա որոշ շեղումներ, եթե կան ի հայտ բերել 5% կամ 10% լրացնելու պարագայում դա այդ էֆեկտը չի ունենա, միջել կարող ունենալ։ Շնորհակալություն։ Ունեք արձագանք։ Շնորհակալություն, պարոն Թունյան։ Հարցերը չեն կարող այլևս շարունակել, որտեղ ժամանակը ավարտվել է։ Հարակից զեկուցող ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյան։ Շնորհակալություն, ազգային ժողովի հարգարժան փոխնախագահ, հարգելի պատգամավորներ, ինչպես պարոն Թունյանը նշեց, այս օրենսդրական նախաձեռնությունը ներկայացված է կառավարության հետ համագործակցությամբ եւ կոչված է հայտարարագրման համակարգի ներդրումը ավելի սահուն եւ անխոչնդոտ կամ եթե կուզեք զուգահեռաբար խնդիրների լուծմամբ ուղեկցելու համար եւ որպես հիմնական խնդիր այս պահի դրությամբ ախտորոշված է նույնականացման քարտերի ստացման տեմպը եւ նոյեմբերի 1-ը, որտեղ հարցեր հնչեցին ինչու հենց նոյեմբերի 1, դա այն ժամկետն է, որը գնահատվում է բավարար նույնականացման քարտ չունեցող մեր քաղաքացիներին այդ քարտը տրամադրելու եւ էլեկտրոնային ստորագրությամբ ստորագրելու հնարավորություն տալու համար։ Թվերից եթե խոսելու լինենք, այո, շուրջ 35,000 անձինք ներկայացրել են հայտարարագրեր, որոնցից շուրջ 15,000-ը օգտվել են սոցիալական ծախսերի հետ ստացման իրենց իրավունքից, պարոն Ավետիսյան, այսինքն արձանագրենք, որ միայն այն անձինք չեն ներկայացնում հայտարարագիր, որոնք հավակնում են օգտվել սոցիալական ծախսի հետ ստացման իրենց իրավունքից, որովհետև այս պահի դրությամբ ավելի շատ են այն անձինք, որոնք ներկայացրել են հայտարարագիր առանց սոցիալական ծախսերի իրենց
իրավունքը իրացնելու եւ շուրջ 1.4 միլիարդ դրամ ծավալով արդեն սոցիալական ծախս է վերադարձվել մեր քաղաքացիներին։ Եվ ուզում եմ նաև կառավարության հանձնարարությունը այստեղ վերահաստատեմ, որ այս ժամանակահատվածը կառավարությունը եւ մասնավորապես պետական եկամուտների կոմիտեն արդյունավետ օգտագործելու է շարունակելու համար հայտարարագրման գործընթացի ներդրման ուղեկցումը կամ սպասարկումը այն իմաստով, որ լայն տեղեկատվական արշավներ իրականացվեն, հարց ու պատասխանի ամենատարբեր գործիքակազմ ներդրվի, սպասարկման կենտրոնները ընդունեն մեր քաղաքացիներին կամ հիմա մի նոր նախաձեռնություն կա, երբ որ սպասարկման կենտրոններն են առանձին թիմեր ձևավորելով այցելում տարբեր մարզային կառույցներ, այդ թվում պետական եկամուտների կոմիտեն պատրաստակամություն է հայտնել նաև մեծ կազմակերպությունների կոլեկտիվների հետ հանդիպել, ընդ որում էական չէ թե որտեղ, այսինքն միտքն այն է, որ գործադրվում են բոլոր ջանքերը գործընկերաբար այս համակարգի ներդրումը սպասարկելու եւ սահուն ընթացք ապահովելու համար։ Ես ճիշտն ասած չկարողացա կողմնորոշվել նորից հարցեր տալու հնարավորություն կլինի թե ոչ, պարոն Արշակյան, բայց եթե կա այդպիսի հնարավորություն, սիրով կպատասխանեմ հարցերի։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, հարցեր չենք կարող գրանցել, որտեղ ժամանակ ավարտվել է, բայց փոխարենը ելույթների տեսքով կարծում եմ հարցերը կհնչեն։ Այսպիսով մտքերի փոխանակություն։ Երթագրվել է 15 պատգամավոր Թադևոս Ավետիսյան։ Էս էինք ասում էլի, պարոն Թունյան, տեսեք, մարդիկ գրանցվում են, որ հարց տան, համ ասում ենք կարևոր համակարգ է, համ այնպիսի ռեժիմով եք բերում, հարցերի կեսը հնարավոր չի լինում տալ։ Հիմա օրինակ պարոն Պողոսյանին որպես կառավարության ներկայացուցիչ հարցեր կար, վստահաբար նաև գործընկերներից մոտ, որը կլուսաբաներ գուցե եւ նաև ձեր բերած նախագծի հետ կապված ինչու ոչ մի խելոք միտքել կլներ, հնարավոր է նաև տեսականորեն կընդունեիք եւ սա է ամբողջ խնդիրը, որ տենց հապճեպ կարևոր հարցերը, որտեղ ունեք ձախողում, բերում եք ափալ-թափալ, ինչպես ասում են հարևան թուրքերը, բերում եք այդ բանը անում եք։ Հիմա գալու ձեր նախագծին։ Հիմա ասում եմ նախագիծը, եթե խնդիրները շատ են, չեք հասցրել լուծել։ Բերեք այդ համակարգը կասեցրեք, մարդկանց մի դրեք կամուկած վիճակում, բազմաթիվ խնդիրներ կա, դուք էլ ասեցիք, պարոն Պողոսյանը մեկը նշեց տեխնիկական, վստահաբար այնտեղ լուծումներ կան ոչ միայն թոշակառուների համար, այլ նաև ամենակարևոր հարցի հետ կապված, դուք դա չեք ասում, բայց թաքուն եք պահում, են 300,000-ի ճակատագիր ինչ անելու։ Դուք վստահաբար հեսա համակարգը ներդրվելուց հետո այդ 300,000-ի շեմը հանելու եք։ Եկեք ստեղից պարզ ասեք քաղաքացիներին, երբ եք հանելու 300,000-ի շեմը, որ այդ փոխանցումները, որ մարդիկ այսօր մինչև 300,000-ը տեղավորվում չեն հայտարարագրում, երբ եք դա հանելու, երբ եք հանելու են 12 միլիոնի շեմը օտարերկրյա պետություններից ստացվող փոխանցումների, որտեղ դրանք, ինչպես ժողովուրդն ասում, այսպես փափուկ կտեր են, որ համակարգը ներդրվի, որից հետո արդեն կգնա դեպի կոշտացման։ Այնպես որ այս հարցերն էլ կան, բազմաթիվ այլ հարցեր, բայց նախագիծս ինչի մերժեցիք։ Կասեցնեինք, կգայինք այդ հարցերը կքննարկեինք եւ համակարգ կունենայիք, որը բացասական սպասումներ ու խնդրահարույց չէր լինի։ Իսկ դուք նման համակարգի ընդամենը ժամկետն եք երկարացնում, մարդիկ մնալու են խնդիրների մեջ, շարունակելու են այդ նույն խնդիրներով մինչև նոյեմբերի 1-ը, ասում եք հետո տենանք երբ կբերենք լուծումներ։ Այտենց չեն անում։ Այդպիսի բարեփոխումները ի սկզբանե դատապարտված են ձախողման, որտեղ առաջացնում են մարդկանց մոտ հակակրանք, բացասական սպասումներ։ Շնորհակալություն։ Լիլիթ Մինասյան, համեցեք։
Շնորհակալություն հարգելի գործընկերներ։ Ես ուզում եմ արձագանքել այս հիմնական դեմոնիզացիայի տարափին, որ ինչ օրենքը մտել է ուժի մեջ, թափվում է թե ընդդիմության, թե մի քանի տարատեսակ չստացված քաղաքական գործիչների կողմից։ Ընդդիմության ներկայացուցիչները խոսում են համակարգային խնդիրներից, բայց փոխանակ այդ խնդիրները մատնանշելով դեմոնիզացնում են այս համակարգը, շեշտելով անընդհատ, որ գյուղատնտեսությունից ստացած եկամուտներն եք հարկվելու, Տիկին Խամանյանը վերակենում ասում է դատվելու եք, սկզբից ասում է դատվելու եք, հետո հարց է տալիս, դատվելու եք, տենց է հիմա մեր ընդդիմության խոսույթը տենց է։ Պարոն Ավետիսյանը ասում է տրանսֆերտներն եք հարկելու, Ժորժ ջան, հստակ ֆինանսների նախարարությունը, պետեկամտների կոմիտեն անընդհատ կոմունիկացնում է։ Բայց ես միտումն եմ ուզում հասկանամ, էլի, ինչն է պատճառը այս կարգի, այս համակարգի շուրջ աժոտաժի։ Մի, որ շեշտեցի չստացված քաղաքական գործիչ է մարդը իրան համարում, ուղղակի տենց ուղեղից մեջ չի տեղավորվում, էլի, ինչպես կարող է մարդը քաղաքականությամբ զբաղվել եւ ասել, գիտեք ժողովուրդ ջան, որ չլրացնեք հայտարարագիրը, կարաք ընդամենը տուգանք վճարեք ու փակվի թեման։ Տուգանքով կարաք մի լրացրեք, տուգանքով կփակվի այդ թեման։ Մարդը հորդորում է դիմացինին օրենք չկատարել, քաղաքական գործիչը հորդորում է քաղաքացիներին օրենք չպահել։ Մի կիսագրագետ տնտեսագետ էլ կա, անդադ տենց բան է անում, նիստեր է հրավիրում եւ ասում է նվիրատվության համար մեր խաղօրենսգրքով պայմանագիր է պետք։ Ձեզ խաբում են, որ նվիրատվությունները չի հարգելու, որ այդ պայմանագիրը չլրացնեք, հարգելի քաղաքացիներ, դատվելու եք, եթե այդ պայմանագիրը չեղավ, նվիրատվությունը չի համարվելու հարկվող եկամուտ եւ դուք ձեզ դատելու են։ Հիմա այս ամեն ինչը ինչի համար շեշտեցի։ Որն է նպատակը այս կարգի դեմոնիզացիայի, սիրելի ժողովուրդ, միակ նպատակը ընդամենը պետության նկատմամբ, ոչ իշխանության, քո սեփական պետության նկատմամբ անվստահություն սերմանելն է։ Իսկ այս համակարգը միայն նրա մասին է, որ ես կիսվում եմ իմ եկամուտների տեղեկատվությամբ իմ պետության հետ, ոչ օտար պետության, ոչ իշխանության ներկայացուցիչների, իմ պետության հետ։ Շնորհակալություն։ Արմեն Ուիկ Յուրեղյան հաջորդ ելույթի համար համեցեք։ Պարոն Թունյան, դուք նշեցիք, որ ժամկետի մեջ չլրացնելու պատճառներից մեկը նաև, որ այսօր 35,000 է եւ ոչ ընդամենը 5%-ը, երկրորդ պատճառ որպես նշեցիք, քանի որ հանրությունը արդեն գիտեր, որ ժամկետը ըստ էության երկարացվել է, այսինքն ենթադրում եմ, որ դուք խոսում եք Նիկոլ Փաշինյանի, այսինքն դուք ինքներդ ասեցիք դա, Նիկոլ Փաշինյանի փետրվարին արված հայտարարության մասին է, երբ նա արդեն հայտարարեց, որ հայտարարագրման գործընթացը կերկարացվի մինչև նոյեմբերի 1։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի նման հայտարարությունը նպաստեց, որ ձեր կողմից կատարված խոստումը, ձեր խմբակցության, ձեր իշխանության արդեն չի կատարվելու, փետրվարին նա ենթադրում էր, ինչ հիմքով էր ենթադրում, ես չգիտեմ, հիմա եթե դա իսկապես ուզում էր, որ ձգվեր ու գիտեր, ինչի նախապես այդ իր մոտեցումը չէր հայտնել եւ նման հայտարարությունը, որ ձեր ծրագրի կասեցման մասին է, հիմա դա կայացած թե չկայացած քաղաքական գործիչի հայտարարություն է, կարող եք գնահատել ինքներդ, Տիկին Մինասյան։ Հարց ունեմ ես։ 35,000 լրացված, հայտարարագիրի լրացված քաղաքացիներից, պարոն փոխնախարար, մի խանգարը, ես ձեզ եմ հարց տալիս, ուրեմն դուք հայտարարեցիք, որ 15,000-ը արդեն հետ վերադարձի նպատակ ունեցող լրացվողներն են, մնացածը ոչ։ Հիմա արդյոք կատարվել է վերլուծություն, այն մնացած 20,000-ը քաղաքացիների ինչ խմբեր են, ինչ վերլուծություններ է արվել, որ խմբերն են, որ առավել ակտիվ հայտարարագրման լրացման գործընթացին մասնակցել են ու լրացրել են։ Պարոն Թունյան, հարց եմ նորից տալիս, որտեղ ժամանակ չունեի
հարցերի մեջ։ Դուք նշեցիք, որ եթե թոշակառուները իրենք չեն լրացնելու, ապա դուք եք ինքնաշխատ եղանակով համակարգը կլրացնի, ճիշտ է։ Ես եթե ճիշտ հասկացա, այս պարագայում ինչով եք համոզված լինելու, որ իսկապես այդ թոշակառուն դրսից որևէ եկամուտ չի ստանալու, որոնք են լինելու այդ համոզման հիմքերը։ Շնորհակալություն Տիկին Գյուղյան, ավարտվեց ժամանակը։ Եվ եթե կարելի է հարց, որտեղ հարցել չէ, ինչքանով ունեք վերլուծություն եւ ինչ ռիսկեր եք դուք տեսնում, որ նոյեմբերի 1-ից հետո էլ հանկարծ մենք նույն խնդրի առաջ կանգնած չլինենք։ Տեսել եք նման ռիսկեր, գնահատել եք եւ որոնք են, եթե տեսել եք։ Արծիվ Մինասյան։ Հարգելի հայրենակիցներ, քննարկվում է ֆիզիկական անձանց կողմից եկամուտների հայտարարագրման համակարգը մինչև նոյեմբերի 1-ը հետաձգելու հարցը առաջիկա 2 տարիների կտրվածքով, բայց այստեղ խնդիրը, երբ որ մեր խմբակցությունը ներկայացրեց ընդհանրապես հայտարարագրման այս համակարգը առժամանակ կասեցնելու օրինագիծը, դեմ արտահայտվեց մեծամասնությունը եւ հիմնավորումը ըստ էության նա է, որ չէ, այնուամենայնիվ սա պետք է ներմուծվի։ Գաղափարական հիմքը այս հայտարարագրման սահմանադրությամբ ամրագրված քաղաքացու կողմից հարկային պարտավորությունների կատարումն է։ Ուրիշ որևէ գաղափարական հենք, հիմնարար հենք չի կարող ունենալ սա։ Մնացածը բանցիկներն են կողքից։ Հակակոռուպցիոն, սոցիալական, մշակութային, տնտեսական, դրանք կողքից եկող հավելյալ հնարավորություններն են, բայց հիմքերի հիմքը հարկային պարտավորություններն է, եւ սա կարեւոր է, որ ճիշտը փոխանցվի հասարակության։ Ես չեմ ասում վատ բան է, ոչ, Հայաստանի քաղաքացիները եւ բոլոր սուբյեկտները պարտավոր են վճարել հարկեր։ Այդ հարկերը պետք է հիմնվեն հորիզոնական եւ ուղղահայաց հարկման արդարացության սկզբունքի վրա, այդ հարկերը պետք է հիմնվեն հաշվետվողականության եւ թափանցիկության սկզբունքի իման վրա, բայց հարցը այլ տեղ է։ Հարցը այն է, որ որքանով է համակարգը, որը դրվում է, որքանով է ճշմարիտ ձևով հավասար վերաբերում բոլորին։ Դուք ասում եք հակակոռուպցիոն, բայց միայն եկամուտների հայտարարագիր եք դնում, բայց ծախսերը։ Եվ այսպես շարունակ, այսինքն համակարգը ինքը պատրաստ չէ, աղավաղում եւ այլանդակում ենք մենք նույնիսկ այս գաղափարը համընդհանուր հայտարարագրման, հետո էլ նեղանում եք, այո, սա վերաբերում է նաեւ իշխանության նկատմամբ եւ 35,000-ը ցույց է տալիս հենց վստահությունը իշխանության հանդեպ, ոչ պետության, իշխանության։ Մարիամ Պողոսյան։ Շնորհակալություն, պարոն Թունյան, պարոն Պողոսյան, շահացրեցի հարցս հնչեցնել, այսպես ձևակերպեմ։ Մենք կարող ենք ենթադրել, որ հաջորդ տարվա համար ժամկետը նորից սահմանում ենք նոյեմբերի 1-ը, քանի որ նոր խմբեր պետք է ավելանան։ Եվ ես կարծում եմ ամեն դեպքում, որ հաջորդ տարվա համար, եթե արդեն իսկ նույնականացման քարտերի խնդիր այս տարվա մեջ արդեն պետքա լուծենք, նաև համակարգը էլ ավելի մատչելի պետքա լինի, կարծում եմ մյուս տարվա համար կարիք չկա ամեն դեպքում կարելի է հուլիսի 1-ը սահմանել, որովհետև նաև մենք մի ժողովուրդ ենք հասկացած ինձնից, որ ամեն ինչ թողնում ենք վերջին պահին լրացնելու եւ կարծում եմ, որ եթե այսքան խոչընդոտներ չլինեն նույնականացման քարտերի հետ կապված, համակարգի հետ կապված իմաստ չունի նոյեմբերի 1-ը նաև հաջորդ տարվա համար պահպանելը եւ սիրելի հայրենակիցներ առիթից օգտվելու համար եւս մեկ անգամ կոչ եմ անում, որպեսզի հայտարարագրերը լրացնեք եւ պարոն Մինասյան այս հայտարարագրերի համակարգը ոչ թե հարկելու կամ դատելու համար է մարդկանց, այլ հասկանալու համար նրանց սոցիալական վիճակը, որպեսզի նաև մեր սոցիալական ծրագրերը նաև ավելի թիրախային լինեն, որովհետև մենք հիմա ունենք մի պատկեր, որ սոցիալական ծրագրերից կարողանում են օգտվել այնպիսի մարդիկ, ում բնավ հարկավոր չէ այդ օգնությունը, բայց կան նաև մի խումբ մարդիկ, ովքեր դրա կարիք ունեն, բայց դուրս են մնում համակարգից եւ այսպես մենք պատկեր ենք ստեղծում մեր քաղաքացիների սոցիալական վիճակի մասին, որպեսզի նաև ավելի հասցեական, թիրախային այդ օգնությունները լինեն։ Թերևս այսքանը, շնորհակալություն։ Շնորհակալություն։ Իմ Պողոսյան, Արման Եղոյան, համեցեք։
Շնորհակալություն, պարոն փոխնախագահ։ Ես ճիշտ ասած մի առաջարկ ունեմ պարոն Պողոսյանին, փոխնախարարին։ Մինչ այս պահը, եթե չեմ սխալվում, սոցիալական կրեդիտների շրջանակում քաղաքացիների հետ են ստացել մոտ 1.2 միլիարդ դրամ, սակայն մենք նախատեսել էինք ընդհանուր մոտ 70 միլիարդ դրամ վերադարձնել։ Այս առաջարկս կարող է մի քիչ ոչ ստանդարտ թվա, բայց ես առաջարկում եմ վերաբաշխել այդ գումարը եւ ավելի շատ տրամադրել հայտարարագիր լրացրած, արդեն իսկ լրացրած եւ նոր լրացնել պատրաստվող քաղաքացիներին ի հաշիվ այն գումարների, որոնք որ պիտի ստանային այն քաղաքացիները, որոնք կտրականապես չեն ցանկանում հայտարարագիր լրացնել եւ չեն էլ ուզում այդ կրեդիտները ստանալ, եթե դա այդ գումարը իրենց պետք չի, այստեղ Տիկին Թովմասյանը իրենց հարևան Պողոսի մասին է խոսում, ում այդ գումարը ընդհանրապես պետք չի, մյուս քաղաքացիներին պետք է, թող 100,000 չլինի, թող 200-300,000 լինի, մյուս քաղաքացիները ինձ թվում է մեծ սիրով այդ գումարները կստանան, միգուցե կարող ենք նման վերաբաշխում անել, եթե դա տեխնիկապես եւ օրենքի ոգու տեսանկյունից հնարավոր է։ Շնորհակալություն։ Թագուհի Թովմասյան։ Շնորհակալություն։ Հարգելի հայրենակիցներ, քննարկում ենք հայտարարագրման համակարգի ժամկետների երկարացման հարցը, քանի որ իշխանությունները չեն կարողանում կազմակերպել իրենց ընդունած օրենքի կատարումը։ Եվ անհրաժեշտություն կա, որպեսզի ժամկետները երկարաձգվեն մինչև նոյեմբերի 1-ը։ Ինչ խոսք, հայտարարագրման համակարգը հատկապես հանրային պետական պաշտոնյաների համար դա պարտադիր է եւ խիստ ցանկալի, ինչը որ կա եւ այդ ավանդույթը արդեն երկար ժամանակ հաջողությամբ չնայած ծրագրային խափանումների իրականացվում են։ Բայց այնուամենայնիվ անհասկանալի է այսօրվա դրությամբ Հայաստանի քաղաքացիների վրա այդ հայտարարագրման բեռը դնելը, որը լրացուցիչ գլխացավանք է ակնհայտորեն։ Այսինքն իշխանությունը լավ տեղեկացված չի, թե ով ինչպես է ապրում, որպեսզի սոցիալական ծրագրեր ճիշտ բաշխվեն, ասում են, չէ, միա դու արի հայտարարագիր լրացրու։ Ես ուզում եմ պատկերացնենք, էլի հիպոթետիկ, ասենք մեր Գեղարքունիքի մարզի փոքր Մասրիկ համայնքում մարդիկ մի կերպ կարողանում են ապրել, ծայրը ծայրին, լրացուցիչ բազմաթիվ խնդիրներ ունեն, սոցիալական, էլ չասեմ գյուղատնտեսական, բոլոր իրենց խնդիրների հետ զուգահեռ։ Հիմա մարդիկ պիտի նստեն հայտարարագիր լրացնեն, որ պետությունը հասկանա, թե մի պարկ ավել կարտոֆիլը երբ վաճառվեց, ոնց վաճառվեց, այդ ես ուզում եմ հասկանալ դուք տեղյակ չեք, ինչի մարդիկ ոնց են ապրում հատկապես մարզերում։ Այսինքն ինչ նոր ինֆորմացիա պիտի ստանա այս հայտարարագրման արդյունքում, որը չի ստացվել։ Եվ իրական նպատակի մասին, պարոն Պողոսյան, չկարողացա հարցս ձևակերպել։ Եթե ամեն ինչ այսքան լավ է, եթե ամեն ինչ իսկապես գնում է նրան, որ հայտարարագիր լրացնելը բխում է քաղաքացու շահից միայն, բայց ինչի՞ եք բոնուս առաջարկում։ Դե թողեք մարդիկ իրենց քաղաքացիական պատասխանատվությունը կիրառեն եւ քաղաքացիական պատասխանատվությամբ մոտենան։ Թե չի ասում եք եկեք հայտարարագիր լրացրեք, շահեք, հայտարարագիր լրացրեք, Արման Եղանյանն էլ ասում է ավելի շատ շահ են նրանք, ովքեր որ արդեն լրացրել են։ Բայց եթե իրենց համար արվում է ամեն ինչ, ինչի՞ եք կաշառք առաջարկում պետության մակարդակով։ Շնորհակալություն։ Զարուհի Բաթյան, հաջորդ երդության համար։ Ռազմուկանում չեմ կարած տեղից խոսել։ Լրություն հարգելի գործընկերներ։ Լրություն պահպանեք։ Համեցեք Տիկին Բաթյան։ Շնորհակալ եմ, Տիկին Թովմասյան, այս նախագիծը բերել ենք ոչ թե այն պատճառով, որ կառավարությունը ձախողել է իր ծրագրերը, այլ այն պատճառով, որ կառավարությունը հանդիպել է դժվարությունների, որովհետև նախորդ իշխանությունները, շատ նախորդ, տարբեր իշխանությունները ձախողել են այն համակարգը, այն գործընթացը, որով պետք է յուրաքանչյուր քաղաքացի ունենար ID քարտ։ Այս գործընթացը սկսվել է շատ վաղուց, բայց մինչև օրս մեր քաղաքացիները նույնականացման քարտեր չունեն, ինչը նաև ընդհանուր առմամբ դժվարացնում է ամբողջ թվային գործընթացը, որովհետև այդ համակարգերից օգտվելու եւ քաղաքացիներին ավելի հեշտ ծառայություններ մատուցելու համար առաջին նախապայմանը ID քարտն է եւ այս հիմնական դժվարությանն է հանդիպել այսօր կառավարությունը։ Իհարկե, հարգելի գործընկերներ, այս նախագիծը ընդհանրապես համընդհանուր հայտարարագրման համակարգը
նպատակ չունի հարկատեսակներ սահմանելու, նոր հարկեր վճարելու, ուղղելու քաղաքացիներին, բայց այո, այն նպաստում է հարկային կարգապահությանը։ Այն նպաստում է, որ քաղաքացիները նախ իրազեկվեն հարկերի տեսակներից, վճարումներ կատարեն, մի խոսքով։ Իհարկե, այս ամենին իրենք անկախ ամեն ինչից պետք է տեղյակ լինեին, բայց փաստ է, որ այո, այս համակարգը նաև նպաստում է դրան եւ դրա մեջ որևէ վատ բան չկա։ Եվ մյուս բանը, որ կուզեի անդրադառնալ, շատ է հնչում են հարցը, որ եթե մենք խնդիր ունենք, եկեք կասեցնենք։ Հարգելի գործընկերներ, մենք չենք կարող այդ խնդիրները ճանաչել, եթե գործընթացը կասեցնենք։ Միայն աշխատելու պարագայում աստիճանաբար մենք կարող ենք բացահայտել խնդիրները եւ դրանց լուծումներ տալ։ Հետևաբար իհարկե ես չեմ բացառում նաեւ, որ մենք հետագայում այլ խնդիրների ենք հանդիպելու, որոնց կասեցման դեպքում մենք ուղղակի որոնք չենք ճանաչի։ Հետևաբար ես կարծում եմ, որ կարևոր է գնալ առաջ եւ դժվարությունները փուլերով լուծել։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն Տիկին Բաթոյան, Նարեկ Գրիգորյան, հարգելի գործընկերներ, պարոն Խաչատրյան, պարոն Սուքիասյան, խնդրում եմ։ Ազգային ժողովի հարգելի փոխխոսնակ, հարգելի գործընկերներ, ճիշտ ասած այս հայտարարագրման խնդիրը որ դրվեց, իմ համար օրինակ շատ հետաքրքիր հարցի լուծումը, ասեմ ինչի համար, օրինակ ընդդիմության սպասարկող մի քանի ակտիվիստ կարելի է այդպես անվանել կամ իրեն շահերն սպասարկող քաղաքացիներ, մի քանի հոգու մասին է խոսքը, այսինքն մագլավիկներ, ովքեր Գեղարքունիքի մարզում տարբեր տեղեր նստում, կայնում ասում են, գիտեք, ինչ կա, օրինակ Գրիգորյան Նարեկը միլիարդերա դիզել, Երևան Յուսային պողոտայում տները առել, այ ինքը իր անունով չի գրում, իր հորքուրի, մորքուրի, քերու, այս մյուսի անունով է գրում։ Հիմա այս հայտարարի լինելուց հետո կտենանք ով ինչ ունեցվածք է դիզել, թե ընդդիմություն իրենց իշխանության օրոք, թե մենք, ու ես պաշտոնապես այս ամբիոնից հայտարարում եմ, Յուսային պողոտայից տները նվիրում եմ ցանկացած մեկին, ով կապացուցի, որ ես ընդեղ տուն ունեմ, ես հորքուրս, մորքուրս, քերրից չգիտեմ, իմ բարեկամներից որից եմ մեկը, իսկ ինչ վերաբերում Տիկին Խամոյան, ասում եք քաղաքացին մորթելու է իրեն կովը, որպիսի հարկ վճարի, այս հայտարարությունը սենց սուտ, մեկ էլ վերջի անգամ 2020 թվականին էի լսել, այդ չեմ ասի որն է, հիմա ես հուսով եմ, որ դուք հայտարարագրումից հետո երբ քաղաքացին իր կովը չմորթեց եւ հարկ չվճարեց, հուսով եմ այս ամբիոնից կգաք ու ներողություն կխնդրեք, ու ես ուզում եմ ասել հանրությանն ու հասարակությանը, որ իրենք ուզում են մեզ այս հայտարարագրման դեմ լինելով, որպեսզի մեր բարեկամներն, հարազատներն հայտարարագիր չլրացնեն, որպեսզի քաղաքացիները չտեսնեն, որ մենք այս 6-7 տարվա պաշտոնավարման ընթացքում թալան չենք արել, որ իրենց են ուզում նմանեցնել մեզ, ուզում են նմանեցնել իրենց, որ այ դու չգիտեք, իր մորքուրի անունով էս ինչ գույքն է ձեռք բերել։ Հիմա մորքուրն էլ կդրասնի, օրքուրն էլ, քերրին էլ, հոպարն էլ, բոլորն էլ կտենան ով ինչ ունի, ով իր պաշտոնավարման ընթացքում ինչ է շահել։ Շնորհակալություն։ Արթուր Խաչատրյան։ Տիկին Բաթոյան, նախքին վատ իշխանությունների ժամանակ եկինգում գրանցում էի, դու ծրագրային կարողանում ես ստորագրեիր, եթե ունեիր քարտ։ Հիմա եթե քարտ ես ունեմ, առանց քարտ ռիդերի ոչ մի բան չեմ կարողանում։ Երկրորդը, լրացնում ես դեկլարացիան, չէ, ես լրացնում եմ։ Ինքս հայտարարագիրը ոչ մի բան չեմ լրացրել։ Սոցապը գրում ես, ինքը բերում է աշխատավարձ, ինքը բերում է բանկային ավանդից ստացած տոկոս, այլ եկամուտ չկա։ Եթե մեկը ունենար, ինչա կարծում եք պետք է այդ հայտարարագրով Գար Խոստովաներ ասել, բայ գիտեք ես հանցագործից։ Այո, իմ բանկային ավանդի տոկոսը բերել է, այդ էլ չգիտենք։ Այսինքն ինչա կարծում եք, որ ես սրանով պետք է գրեմ ասեմ, գիտես ես հանցագործային հանցագործություն եմ արել, սա էլ ինքնախոստովանության թուղթ է։ Ակնհայտաբար ոչ, սա կոռուպցիան բացահայտելու գործիք չի։ Հիմա մյուս խնդիրը։ Եթե այդ ամեն ինչ ինքնաշխատ բերում է, ինչի է կառավարությունը դա սկսում շրջանառել, եւ հիմա էլ հարցնում է փոխանցումներ մնացած, ակնհայտ է, չէ՞ որ դա հիմք է ծառայելու վաղը հարկման բազան փոխելու համար։ Կրկնում եմ, այս երեքով խոսել են 22 թվական դեկտեմբեր 21
Ես ասել եմ, դուք սա օգտագործելու եք հարկերն ավելացնելու համար։ Եվ տենց է լինելու է, շեմերը կնվազեցնեք, կտեսնեք ոնց է հարկում։ Մյուս խնդիրը, ինչի հանկարծ կառավարությունը որոշեց բոլորին պարտադրել սմարթ հեռախոսներ կամ ինտերնետ հասանելիություն ունենալ։ Ինչի։ Ինչի եք մարդկանց պարտադրում դա անել։ Եթե այդքան իրոք շատ գրգռված եք, փոստային առաքում թույլատրեք։ Սոցիալ կենտրոններին դա ասեք, որ անեն։ Չեք անում։ Չեք անում, որովհետև այդ մարդիկ հենց գնան սոցիալներ ձեր վրա բարդությունը առաջանալու, չեք ուզում այդ բեռը ձեր վրա վերցնեք, բեռը թողում եք մեր քաղաքացիների վրա ամենախոցելի խավերի վրա։ Շնորհակալություն ժամանակ։ Ես արտահերտ ելույթ եմ հանդես եկամ։ Պարոն Խաչատրյան, առաջարկում եմ ճշտել, ոնց որ թե հիմա հակառակն է, էլի, ոնց որ եկենգի ժամանակ պետք է ունենայր այդ սարքը, հիմա պետք չի ունենա սարքը, օպերատորից վերցնում ես մի քանի 100 դրամ է այդ գրանցումը, այսինքն դուք հակառակը ասացիք, ասում եմ հակառակը չի, էլի, հիմա է հեշտ, այն ժամանակ էր դժվար։ Հիմա կոռուպցիայի կանխարգելման վերաբերյալ, պարոն Խաչատրյան, բոլորին էլ հայտնի է, որ տարբեր թաղամասերում, մասնավորապես Երևանում, տարբեր այլ տեղերում, որտեղ որ կոռուպցիոներները, հիմնականում նախկին կոռուպցիոներները շատ բաներ ունեն հետ գցած, տարբեր կրպակներ, տարածքներ, բան, ապօրինի վարձով են տալիս, այդ վարձակալությունները հավաքում են, ոչ միտեղ ոչ գրանցվում է, ոչ հարկ են վճարում, ոչ երևում է, օրինակ էլի շատ փոքր բաներ եմ ասում, տներ ունեն, բնակարաններ ունեն, հիմա թղթով չի անում, ճիշտ է, հիմա այդ ամեն ինչը որ սկսեց հանկարծ հայտարարագրվել, եւ դուք ասում եք, որ չեն հայտարարագրի, բա որ չեն հայտարարագրի, հետո այդ եկամուտները ո՞նց են ծախսելու։ Մեկի եկամուտն է, չէ՞, դա դառնալու, հետո այն մեկը հայտարարագրելու է, չէ՞, հետո երևալու է, չէ՞, որ այդ փողը որտեղից է եկել ծագում, հետո գնալու են հարց են տալու, ասելու են եղբայր, բա այս փողը որ այսքան ծախսում ես, բա որտեղից։ Եվ ես դες հավաստիացնում եմ, որ այստեղից ահռելի մեծ չափով եւ կոռուպցիայի կանխարգելում է դուրս գալու, եւ ապօրինի գույք է դուրս գալու, եւ տարբեր այլ բաներ, եւ այո, մեր քաղաքացիները սովորական, մեր հարգելի քաղաքացիները 100,000-ավոր ովքեր աշխատում են, պարզ, հանգիստ, ոչ մի այլ եկամուտներ չունեն, աշխատավարձ են ստանում, իրանք մտնելու են, տեսնելու են, որ իրենց եկամուտները այնտեղ կա արդեն, մի քլիկով ասելու են շնորհակալություն, համաձայնում ավարտվելու է։ Եվ ինչ են ստանալու նրանք դրա արդյունքում, ստանալու են այն, որ եթե նախորդ տարում իրենց երեխաներին տարել են երաժշտական դպրոցներ, սպորտի խմբակներ, այլ ծախսեր են արել կրթության ոլորտում, մանկապարտեզներ, դպրոցներ, իրենք ստանալու են իրենց հասանելիքը։ Սա է տեղի ունենալու։ Եվ ինչու եք դուք հիմա անհանգիստ, ինձ հասկանալի չի։ Ես կարծում եմ, որ շատ մեծ հնարավորություններ ստեղծում մեր սովորական քաղաքացիների համար 100,000-ավոր։ Շնորհակալ եմ։ Արթուր Հովհաննիսյան, հաջորդ ելույթի համար համեցեք։ Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, հայտարարումը որևէ մեկին հարկելու մասին չի, քաղաքացիների վրա որևէ բեռ ավելացնելու մասին չի, եւ պետք չի տրվել ընդդիմության կողմից այս գեներացվող վախերին եւ մանիպուլյացիաներին։ Ընդդիմությունն ըստ էության դուք արդեն պետքա սովորած լինեք, որ ապապետականության մաստեր կլասներ կարանի, ասենք ասի թե ինչ պետք է անել, որպեսզի պետություն չունենալ։ Ասենք եկեք պայքարենք սահմանազատման դեմ, եկեք պայքարենք հարկային պարտավորությունները կատարելու դեմ, եկեք պայքարենք խաղաղության դեմ, եկեք պայքարենք թանկարժեք ունեցվածքի գույքահարկի վճարի դեմ։ Հիմա էլ եկել են ասում են եկեք պայքարենք հայտարարագրման դեմ։ Հայտարարագրում, որը ըստ էության բազային ռեֆորմա մեզ համար, սիրելի հայրենակիցներ, որովհետև մենք դեռ սրա վրա բազմաթիվ այլ ռեֆորմներ ենք պատրաստում իրականացնել, որի անկյունակարային հատվածը այն է, որ մենք ցանկանում ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին դառնա թվային մարդ, որպեսզի հեշտ կարողանա ապրել, հեշտ կոմունիկացվի պետական գերատեսչությունների հետ, որ նաև այն դժվար է ճանապարհներով չգնա թղթաշրջանառության հետևից, ունենա նույնականացման քարտ, էլեկտրոնային ստորագրություն։ Էլ չեմ խոսում նրա մասին, որ իր մասին պատմի պետությանը, որ պետությունը կարողանա հասցեական ուրեմն աջակցություն իրականացնել եւ հասցեական ծրագրեր իրականացնել, թիրախային ծրագրեր իրականացնել։ Պետություն քաղաքացի համագործակցության մասին է համընդհանուր հայտարարումը եւ հենց դրա համար է անդիմությունը
կյանքի ու մահվան կռիվ տալիս հայտարարագրման դեմ։ Ինչպես որ ասում եմ, գույքահարկի դեմ։ Երեք նայեցի մի ռեպորտաժ, որտեղ ասում են, որ Ռոբերտ Քոչարյանի առանձնատունը $10 միլիոն արժի, եւ գույքահարկի մեր նոր փոփոխությամբ բավականին մեծ միլիոնավոր դրամներ պետքա վճարվի պետական բյուջե Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։ Հիմա դրա համար էլ եկել են Ռոբերտ Քոչարյանի պատգամավորները, որ պաշտպանեն Ռոբերտ Քոչարյանին, որ հանկարծ իր տանը գույքահարկը մի քիչ մուծի, ոնց որ այսքան տարի ուրեմն գողացել է պետությունից։ Էսա մի պարկ կարտոֆիլի տրամաբանությունից դուրս չեն գալիս ընդդիմադիրները Թագուհի Թովմասյանի բերած օրինակը վկա։ Եվ հետևաբար սիրելի հայրենակիցներ, հայտարարագրումը մեր պետության մասին է, պետություն կառուցելու մասին է։ Հայտարարագրման դեմ պայքարող ընդդիմությունը ապա պետականությունն է քարոզում ինչպես միշտ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, հաջորդ ելույթի համար պարոն Թունյանին եմ հրավիրում ամբիոնի մոտ եւ նաեւ պատգամավորներին ցանկանում եմ տեղեկացնել, որ քիչ անց քվեարկություն ենք ունենալու։ Համեցեք։ Շնորհակալություն։ Պարոն Խաչատրյան, նախ իմ համար իրոք զարմանալի էր, որ ձեր հայտարարագրի մեջ բանկային ավանդի տոկոսը ավտոմատ ինքնաշխատ լրացվել է, որտեղ մենք ՊԵԿ-ի նախագահի հետ այդ թեմայով ահագին քննարկում ունեցել ենք ու ուրեմն ստացվում է ձեր հայտարարագրի համար հատուկ մի հատ առանձին տեխնիկական հնարավորություններ են սահմանվել։ Իրականում այդ գործիքը իրանք հիմա մշակում են ու պիտի դնեն ու պիտի մարդը այ որովհետև եթե պետական եկամուտների կոմիտեն առանց քաղաքացու իմացության մարդու ավանդից ստացված տոկոսը ինքնաշխատ լրացներ, կնշանակի որ ՊԵԿ-ը այդ մարդու բանկային ավանդին հասանելիություն ունի, ինչը չի կարող տեղի ունենալ։ Չունի, որովհետև բանկերը եկամտը առանձին չեն վճարում ավանդների համար, մեկ տողով են վճարում բոլոր քաղաքացիների համար։ Երկրորդը, պարոն Ավետիսյան, որ ասում եք ափալ-թափալ, մենք հիմա քննարկում ենք ընդամենը վերջնաժամկետի հարց եւ գլոբալ ինչ-որ բան չեն քննարկում։ Իհարկե շատ լավ կլիներ, որ հիմա կարիք չլինել այս հարցը քննարկել, բայց հիմա ունենք այն ինչ ունենք։ Բայց մենք այս հարցով հայտարարագրի ժամանակին այստեղ լսումներ են կազմակերպել, ահագին քննարկել ենք, դուք չեք մասնակցում։ Այսինքն, երբ որ հնարավորություն է լինում կոնկրետ թեմայի մասին երկար ժամանակով խոսելու, չեք գալիս։ Հենց ի սկզբանե որ գայք ձեր մտահոգությունները լմասում ներկայացնեք, շատ բան կարող էր այսպես չլիներ։ Երրորդը, Տիկին Տյուրեղյանի հարցին պատասխանեմ, որ ասում եք նոյեմբերի 1-ի հետ կապված, որ փոխում ենք հարցերը կլուծեն, ես մի քիչ առաջ այն որ ներկայացնում եք 24 ժամանոց ռեժիմը, պատասխանեցի, որ բացի ուղղակի ամսաթիվը փոխելուց, նաև մեկ այլ դրույթ կա, որ եթե քաղաքացին դիմել է ID card ստանալու համար եւ մինչեւ վերջնաժամկետը չի ստացել, իր համար ավտոմատ մի հատ վերջնաժամկետից հետո կարող է հետաձգվել։ Եվ պարոն Մինասյան, մի 2 օր առաջ ապրիլ 19-ին հարկատուի օրն էր։ Դուք էլ եք խոսում, ես էլ եմ խոսում, պարոն Ավետիսյանն էլ էր խոսում, բոլորս էլ ասում ենք, որ հարկեր վճարելը կարևոր է, դա բնական բան է, բոլորն էլ պետք է վճարեն հարկերը։ Հիմա երբ որ ասում ենք լրացուցիչ հարկային պարտավորություն, դա պիտի տարանջատել թաքնված կամ թաքցված հարկերից։ Հայտարարագրով որևէ լրացուցիչ հարկային պարտավորություն չի առաջանում, որևէ լրացուցիչ հարկատեսակ չի առաջանում, իմը չեք միացնում։ Պարոն Թունյան, հաջորդ ելույթից հետո մի հատ ձեզ իրավունք կտամ 2 րոպե։ Լավ, մնացածի մասին հետո կխոսենք։ Շնորհակալություն։ Ագնես Ախամյան։ Շնորհակալ եմ, նախ զավեշտալի է, որ իշխանությունը ընդդիմությանը մեղադրում է մանիպուլյացիա անելու մեջ, հանգիստ եղեք, դուք այստեղ անմրցելի առաջատար եք, այդ բացառիկ առաջին հորիզոնականը մանիպուլյացիայի վարպետների պատկանում է ձեզ։ Հայտարարագիր լրացնելու ժամկետը, սիրելի հայրենակիցներ, երկարացվում է մինչև նոյեմբերի 1, հիշեցնեմ, որ մենք առաջարկում էինք առհասարակ չեղարկել այս համակարգը։ Հիմա որևէ հարց չլուծելով հանդերձ, չլուծած լինելով հանդերձ, իշխանությունը ընդդիմությանը հերթական անգամ մեղադրում է այս անգամ դեմոնիզացնելու մեջ համակարգը։ Տիկին Մինասյան, այդ ես եմ դեմոնիզացրել, հա? Ես 3 ամիս պետական կառույցներից չեմ կարողանում ստանալ
պարզ հարցի պատասխան. արդյոք քրեական օրենսգրքի 444 հոդվածը վերաբերվում է ֆիզիկական անձանց։ Հիշեցնեմ, որ պետական եկամուտների կոմիտեի նախագահը բանավոր խոսքի ժամանակ հայտարարել է, որ վերաբերելի չի, գրավոր հարցման ժամանակ ասել է, որ իր իրավասություններից դուրս է։ Գլխավոր դատախազը, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, առհասարակ հրաժարվել է հարցին պատասխանել, ասելով, որ իր սահմանադրական լիազորություններից դուրս է։ Այդ կարող է երազեի տեսել, եկել էի ձեզ պատմում էի, կարող է երազեի տեսել, եկել էի ձեզ պատմում էի, դուք էլ ջուրն էիք։ Կարող է, դե հա հասկանում, ձեր համար նորմալ է։ Եթե ձեր համար նորմալ է, որ երկրի վարչապետը կարող է ազգային անվտանգության ծառայությանը հանձնարարի բռնել սատանաներին կառավարության նիստի ժամանակ, հաջորդ օրն էլ, հաջորդ օրը թե մի ամիս հետո էլ իր ընտանիքին պատկանող թերթը հարցում ուղարկի ԱԱՑ-ը, թե արդյոք բռնեցին սատանաներին, թե ոչ, նորմալ է, որ ձեր համար այս ամեն ինչը դեմոնիզացիա է եւ երազ է, որը տեսել եկել էի ձեզ պատմում էի։ Ինչ ասում, հարգելի հայրենակիցներ, ինչ են ասում իշխանական падգամավորները։ Նախ Բաբկեն Թունյանը ասում է, հերքում է, հետո ասում է, բայց իրավաբանների հետ մի հատ կխոսանք, հետո կարձագանքենք։ Տնտեսական հանձնաժողովի նախագահն է, իրավաբանների հետ խոսել է, եկել է նույն պնդումներն է անում։ Պարոն Թունյան, բա որ այդքան ամեն ինչը պարզ էր։ Ձեր ընտրած գլխավոր դատախազը այդ պարզ հարցերին չէր կարողանում պատասխանել։ Պեկի նախագահը այդ պարզ հարցին չէր կարողանում պատասխանել, եթե ամեն ինչ այդքան պարզ էր։ Կամ Վլադիմիր Վարդանյանը, ես ցավում եմ, որ հիմա այստեղ չի, ասում է մանիպուլացնում է Տիկին Խամոյանը։ Խնդիրը այստեղ հոդվածը չի, գլուխն է։ Եթե ես չեմ սխալվում, մեզանից իրավաբանը Վլադիմիր Վարդանյանն է։ Եվ իդեպ պարոն Թունյան, ես որ եկել այստեղ խոսում էի, իրավաբանների հետ խոսել, նոր է եկել այստեղ խոսում։ Պարոն Վարդանյանը չգիտի, որ քրեական օրենսգրքում հոդվածն է մեկնաբանման առարկա, ոչ թե գլուխը։ Ես վստահ եմ, որ ինքը շատ լավ գիտի, պարզապես այստեղ իր բառերով մանիպուլացնում էր իրավիճակը։ Հիմա ամենակարևորը, սիրելի հայրենակիցներ, ես պնդում եմ, որ սա փորձանք է լինելու ձեր գլխին, բայց սրա մասին իշխանությունները հիմա լռում են։ Իմ ձեռքի տակ հայտնվել է պետական եկամուտների կոմիտեի պատասխան, որտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ հարկային մարմնի կողմից կիրառվում է օրենսգրքի 169 հոդվածով սահմանված վարչական պատասխանատվության միջոցները, սակայն հաշվի առնելով, որ նշված իրավախախտումների մասով դեռևս չեն սպառվել նույն հոդվածով սահմանված կիրառման ենթակա բոլոր պատասխանատվության միջոցները, ինչը որպես պարտադիր պայման նկարագրված է քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածի դիսպոզիցիայում, ուստի եկամտային հարկի տարեկան հաշվարկ հայտարարագիր ներկայացնելու պարտավորության չկատարման դեպքով քրեական հետապնդման մարմիններին տվյալներ դեռևս չեն փոխանցվել։ Սիրելի հայրենակիցներ, ձեզ ինչպես Արցախի հարցից սկսած մինչև Արագաչափեր ստել են, այնպես էլ այս հարցում են ստում եւ պատրաստվեք, որ հաջորդ տարվանից քրեական հետապնդումներ են սպառնում այն քաղաքացիներին, ովքեր հայտարարագիր չեն լրացնի կամ կեղծ տվյալներ կլրացնեն։ Շնորհակալ եմ։ Տիկին Խամոյան, Բաբկեն Թունյան, պարոն Թունյան, դուք նաև եզրափակիչ ելույթի իրավունք ունեք, կմիացնենք իրար, համեցեք։ Շնորհակալություն։ Ես օրենքի հեղինակն եմ, Տիկին Խամոյան, կներեք։ Բանը վերջից սկսեմ։ Ուրեմն որ օրը որևէ ֆիզիկական անձ հայտարարագիր լրացնող 444-րդ հոդվածով ազատազրկման կենթարկվի կամ կդատապարտվի, ես պատրաստ եմ այս ամբիոնից, եթե դեռ падգամավոր լինեմ, կամ եթե չլինեմ ուրիշ ամբիոնից, ձեզնից հրապարակային ներողություն խնդրել։ Բայց եթե նման բան չլինի, նույնը ակնկալում եմ ձեր կողմից։ Հիմա երկրորդը բաներ կա չհասցրեցի։ Ուրեմն ժողովուրդ ջան, աշխարհի 145 երկրներում գործում է եկամուտների հայտարարագրման համակարգ։ Դուք այնպես եք ներկայացնում, իբր Հայաստանի Հանրապետության կառավարությունը օթից չգիտեմ մի հատ ինչ-որ գործիք է հնարել, որ մեր քաղաքացիներին պատժի։ Այսինքն ես չեմ կարողանում հասկանալ, օրինակ դուք, պարոն Ավետիսյան, որպես
Հայաստանի Հանրապետության քաղաքացի Թադևոս Ավետիսյան, որպես ֆիզիկական անձ, որ հայտարարագիր եք լրացնում, կարաք ասեք, ձեզ դրանից ինչ վնաս կարող է լինել։ Ինչ վնաս։ Դժվարանում եք, չարչարվում եք, լրացուցիչ ձեր վրա հարկ առաջանում, օգուտից բացի ինչ վնաս ձեզ կարող է լինել։ Ոչ մի։ Հա, ոչինչ, դուք էլ այստեղ 4 տարի անիմաստ գործով եք զբաղվում, ոչ մի օգուտ չեք տվել 4 տարվա ընթացքում։ Մի բանը ձեր կողմից, ես ասեմ, ձեր կողմից շատ հարգված Միքայել Աճապայանը մի քանի օր առաջ խորհուրդ է տալիս, ասում էր ընդդիմության գործը չխանգարել բանը, խանգարելը չի, այլընտրակ առաջարկելն է։ 4 տարի խանգարում եք, մանիպուլացնում եք, նոր մանիպուլացնում եք, ասում եք դատվելու եք, դրանից առաջ մանիպուլացնում եք, ասում եք բանկային գաղտնիքը տիրա։ Ինչ անում եք, բերում հակառակ կողմից ներկայացնում եք, ասում է ինչու եք բոնուս տալիս կաշառում Տիկին Թովմասյան, սա բոնուս չի։ Սա պետական աջակցություն է, այսինքն սա մարդկային կապիտալի զարգացմանը խթանող ուղղությունների ֆինանսավորումը։ Դրա համար կրթության եւ առողջապահության ուղղություններով է ծախսերը կարևորում։ Չենք տալիս այդ փողը, ասում գնացեք ձեր համար ալկոհոլային խմիչք առեք կամ գնացեք, չգիտեմ, որևէտեղ այդ փողը ձեր հաճույքի համար օգտագործեք։ Ընդունված տարածված մոտեցում, ասենք բերել եք նենց եք ներկայացնում, ոնց որ բանը պետությունը դրանով կաշառում է հենց ձեր բարով։ Ոնց կարելի է նման կետ ներկայացնել։ Պեկի հետ կապված արդեն ասեցի այդ բանկային գաղտնիքի պահը եւ ընդհանուր առմամբ հարգելի գործընկերներ ամփոփելով Տիկին Մինասյանը, Լիլիթ Մինասյան ճիշտ ասում, ձեր նպատակը ընդամենը այս համակարգը դեմոնիզացնելն է։ Դուք չեք նայում որևէ բան օգուտա, վնասա, դուք նայում եք հանրության շրջանում մի թեթև ինչ-որ բանի շուրջ դժգոհություն կա, միանգամից փորձում եք այդ դժգոհության շուրջ ինչ-որ արհեստական լարվածություն ստեղծել ու բերել ներկայացնել, որ այս իշխանությունը ուզում է հարգելի քաղաքացիներ ձեզ վատություն անել, մենք էլ եկել ենք չենք թողնում։ Լավ է մեր քաղաքացիները ձեզ են ճանաչում, մեզ են ճանաչում։ Այս համակարգը ներդրվում է առաջին հերթին սեփական քաղաքացիների համար, որ վաղը մյուս օր Աստված չանի, կոവിഡ്ի նման իրավիճակ լինի, պետությունը չընկնի մի քանի ամիս հասկանա թե իր քաղաքացիների իրական վիճակը ինչքան է, ով ինչի կարիք ունի, ով ինչ վիճակում, որ ճիշտ քաղաքականություն իրականացնի։ Ու մի հատ եմ կրկնում, երբ որ պրոգրեսիվ հարկման մասին խոսում եք, որ ով որ ավելի շատ է ստանում, պիտի ավելի բարձր հարկվի, բայց առանց այս համակարգի ոնց է այդ գործիքակազմը կիրառելու։ Դրա համար հարգելի գործընկերներ, սիրելի համաքաղաքացիներ, մի անգամ կրկնենք, դուք չեք դատվելու այս համակարգի վերջնաժամկետի ուշացման պարագայում, այդ մեկ, բայց դա չի նշանակում, որ պետք է ուշացնել, որովհետև այս հայտարարագիր լրացնելով դուք ոչ միայն լրացուցիչ հարկերի տակ չեք հայտնվում, այլև կարող եք նաև լրացուցիչ եկամուտներ ունենաք ու առհասարակ պետական համակարգին օգնեք ավելի ճիշտ որոշումներ կայացնել, որը հետո էլի իշահ ձեզ է լինելու։ Շնորհակալություն։ Շնորհակալություն եւ եզրափակիչ ելույթ իրավունք ունի ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը, համեցեք պարոն Պողոսյան։ Շնորհակալություն։ Ազգային ժողովի մեծարգո նախագահ, ազգային ժողովի մեծարգո փոխնախագահներ, հարգելի падգամավորներ, ես ներողություն եմ խնդրում մյուս падգամավորներից, ովքեր հերթականությամբ ավելի շուտ հարցեր ուղղեցին, ձեր թույլտվությամբ ուզում եմ սկսել Տիկին Խամոյանի հարցադրումից։ Տիկին համակարգչով եմ մոտեցել, որ ընթերցեմ նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասի 2-րդ նախադասությունը։ Օրենքների բաժիններն ու գլուխները ունենում են վերնագրեր, որոնք ուշադրություն խնդրում եմ, պետք է համապատասխանեն դրանց բովանդակությանը։ Հիմա ձեր կողմից բարձրացվող Քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածը գտնվում է նույն օրենսգրքի 43-րդ գլխում, որի վերնագիրն է հանրային ծառայողների շահերի դեմ ուղղված հանցագործությունները։ Հուսով եմ սրանով հարցը սպառված է, եթե ոչ, պատրաստ ենք գրավոր պատասխանել ձեզ։ Ինչ վերաբերում է մյուս հարցերին, Տիկին Թովմասյան, սոցիալական ծախսերը բոնուս չեն, առավել ևս կաշառք չեն։ Դրանք ներդրում են մարդկային կապիտալում երկու կարևոր ուղղություններում, դրանք են կրթության եւ առողջապահության եւ ի ուրախություն եւ ի շահ մեր սիրելի հայրենակիցների տարեսկզբին ընդլայնված կրթական ծախսերի, որոնք ներառում են ֆորմալ եւ ոչ ֆորմալ կրթության ուղղությունները, արտադպրոցական կրթական ուղղությունները, ատամնաբուժական ծառայությունը եւ այլն։
Տիկին Պողոսյան հարց եղավ այն մասին, թե ինչու մյուս տարվա համար էլ ժամկետը մինչև նոյեմբեր 1, պարզապես ընտրվել է ապահով տարբերակը, համակարծիք են, որ սա վարքագիծ է ձևավորում, բայց մեր հորդորն է, որպեսզի մենք չսպասենք վերջնաժամկետին եւ հնարավոր կարճ ժամկետում ներկայացնենք։ Հարցերը շատ են, ես ներողություն եմ խնդրում, ակնհայտորեն չեմ հասցնելու պատասխանել։ Պարոն Եղոյան, ձեր հարցի հետ կապված, իհարկե, եթե հնարավոր է 20 վայրկյան, խնդրում եմ, պարոն Սիմոնյան, իհարկե, երբ որ անձնավորված հաշվառման համակարգի ներդրումը, որը հայտարարագրման համակարգի առաջնահերթ նպատակն է հայտարարված, արդեն կայացած կլինի, արդեն մենք կարող ենք փաստահեն քաղաքականություններ մշակել եւ գուցե սոցիալապես խոցելի ցածր եկամուտներ ունեցող խմբերին ավելի շատ սոցիալական կրեդիտներ տրվեն ի հաշիվ ավելի բարձր եկամտային խմբում գտնվողները եւ դրանով իսկ մենք նաեւ սոցիալական տարբեր խմբերի միջև համերաշխության սկզբունքը կարմատավորենք։ Շնորհակալություն եմ հայտնում։ Շնորհակալություն, պարոն Պողոսյան։ Հարցի քննարկումը ավարտվեց։ Հարգելի պատգամավորներ, քվեարկության է դրում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Խնդրեմ, վարման կարգով։ Սիրելի հայրենակիցներ, այս նախագծով ընդամենը երկարացվում է խնդրահարույց համակարգի կամ ներդրման տեսանկյունից բազմաթիվ խնդիրների լուծումների փոխարեն ընդամենը ժամկետներն են երկարացնում։ Պարոն Եղոյան, դադարեցրեք խոսելը։ Ներողություն եմ խնդրում, շարունակեք։ Որևէ իրական խնդիր են ինչ-որ որ այս քննարկումներին այստեղ ձևակերպվեց եւ դրանք կային 2 տարի շարունակ, այդ թվում նաեւ այս տարվա սկզբից արդեն 4-րդ ամիսն է լրանում, հիմա դրանց լուծումների փոխարեն ընդամենը նորից բերում են եւս մի քանի ամիս երկարացնելու տարբերակը, իսկ այտենց երկարացումներով բնականաբար այդ խնդիրները չեն լուծվելու, այնպես որ խնդիրները շարունակելու են մնան, իսկ ինչ վերաբերում է պարոն Թունյան ձեզ, ապա երբ որ նեղն եք ընկնում անձնական վիրավորանքներին եւ կեղծ ինչ-որ որակումների մի անցեք, չի կարելի, այսինքն ինչա նշանակում այսպես ասենք, բովանդակային պատասխան չունենալ, անցնել, ասենք, այս դաշտից այն դաշտը, հասկացանք, ի վերջո առնվազն գոնե այն ձևով, որ դուք եք ներկայանում, այդ ձևին հարիր չի։ Շնորհակալություն, քվեարկությանը դրում Հայաստանի Հանրապետության։ Խնդրեմ, պարոն Թունյան, համեցեք վարման կարգով։ Հարգելի հայրենակիցներ, հիշեցնում եմ, որ այս նախագիծը եթե չի ընդունվում, դուք պիտի հայտարարագրեր ներկայացնեք մինչև մայիսի 1-ը, եթե ընդունվում է, պիտի ներկայացնեք մինչև նոյեմբերի 1-ը։ Շնորհակալություն, կոչ եմ անում կողմ քվեարկել։ Քվեարկության է դրվում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը քվեարկություն։ Կողմ 63 դեմ 0 ձեռնպատ 12 որոշումն ընդունվել է, ընդմիջում միջև հաջորդ նիստը կշարունակվի վաղը։